Բարեցես։ Բարեցես։ Մենք սպուրգահայ ենք։ Լսել ենք, որ հայպ կա այս հաղորդման մեջ։ Փորձում ենք բռնել այդ հայպը։ Դե բացի հայպը հետաքրքիր է, Մոդիկ խոսա որ լսվի։ Բացի հայպը ուզում եմ նայել, ես անկեղծ ասած, մի անգամից համ կնայեմ, համ էլ ոնց որ գուցե հայպ բռնենք, բայց չեմ կարծում։ Ամառել է հայպը երևի արդեն։ Հիմա հայտ բռնենք մարդիկ նայեն հայտն։ Ես քիչ լարվում եմ դες բաներից։ հայտնի ով օրինակ։ Օրինակ Elvis Presley, մեռել Elvis Presley։ Tom York։ Գնաց, նայում ենք reaction video։ Ասենք Մերի ամանը Ну դուք լսեք։ Սերը տարբերակը ոնց էր մալիլոս լյութի մալիլոս ահոթելես դες թաթերական բեմադրություն եմ անում հերախոսով բա հիմա ամեն ինչը հերախոսով է պետքա բլոգային տարբերակը սրա գտնեմ որ մալիլոս հետևորդներ մենք սկսում ենք լույսը վառերի Դեզդեմոնա գործընկերը փորձում է շուտ դեր խաղալ Զատը նա պրոֆեսիոնալ կարագուսիներով մարդիկ նկարը կոշիկները եւ այդ զուգագուլպանները ինչու աղջիկս ասում է հիմա սա տրենդ Ըստ գետին թեփ է Производственный ինչ-որ Կավայ աղջի ջան, չի էսպես նկարվի Դայնա Բլոգերները էսպես բանկեն է Էսպես են հագնվում Ավակ սերնդին կոնկրետ մայրիկից ցույց չտվեցի, որպեսզի բայց տեսավից բուն իմաստով ինձ բուլինգի չենթարկի։ Շատ ճիշտ կան Այս ձեր առը, որովհետև այս նոր բլոգերները Կարծիքով ինքը ինչ ի սկզբանե ձեր առը առնում, բայց շատ վատ է ստացվում, ու շատ հաճա։ ինքը բուլինգ բառը գիտես ինչի օգտագործում Հա, որ հիմա Որովհետև այս նոր բլոգերները բուլի բառը կոնկրետ բուլիկ են արդեն են օգտագործում Նորմալացավ է ոչ Բայց պետք է իմանան, չէ՞, ինչա բուլինգը Թող հայերեն բառ մտածեն սեն Ես դեմ եմ բուլի բառը Ինչ է Ծաղրանք, ծաղրել Գրուզի տանել Ծաղրել Զի կտեսնի, բայց ամեն դեպքում ինչ Դա նույնն է, որ ես իմ հաղորդում վարեմ այսպես, այս ակնոցը Շատ լավ է Ինչի են ասում Հա, այսպես Ստայլը Կներեք, բայց ես ինչ են անում, ինչ են սենց Այդպես նստի Ինքը Այս սեմ հատուկ է սենց սկսվում հաղորդումը Ես ոչ մի հարցազրույց չեմ տեսել, որ սենց ինչ-որ տարօրինակ ձևով սկսվում, կներեք Ես ու չեմ տեսել Ես կարող եմ այսպես, մանայ այսպես նստել Հիմա կիմանան մենք գժվել ենք Տարին փոխվեց, մենք գժվեցինք Այսպես վարեք հաղորդում այսօր Հաստատ պեշմակ չեմ է դեպս բան Մամ Ինչ կասես, պապան այսօր որ գնացել էր Արի պատմել Այսօր ինչ եկա, հաց գտել եք հաց Չէ, հացի կրպակը փակ էր Որոշեցի գնայի կողքի թաղ Ես էլ երեք համադողերս տարա ձմեռային փոխեցի Լսի, չէ, համադողերս տարա, այդպես չեն խոսում Ակերը տարա Կալոսներս տարա փոխեցի, հա Այսինքն այդպես չեն խոսում բլոգերները Բայց որ բլոգերները Չգիտեմ ինքը ում նկատի ունի Նախ ես երբեք չեմ տեսել, որ ինչ-որ ուղղակի թեմա քննարկվի Գիտես ես ինչ կմտածում Այս կինը պրոստը մտել է TikTok, հայկական TikTok Քֆուր կյաֆալով TikTok-ներ է Վատ TikTok-ը, չէ Ռեֆերենսը վերցրել տեղից Մտել է, որ եկեք ասեմ ձեզ Նախ օրոք ասեմ, ես ոչ բլոգերների կողմից եմ, ոչ դեմ Ես չեզոք մարդ եմ Չնայած այդ բլոգերները ովքեր են вообще Բլոգ չեն վարում գնա Հա, չէ Դու հին ես, հին մարդ ես Ձելա, սպասի Մի րոպե Չստացվեց Դե սպասնա մի րոպե Աման քո գործը կատարի, հա Այսօրվա մեր թեման է Կարայք ուղղակի տենց սկսեիք Թե դերասաններ Արդեն իսկ զգում ես, չէ, թեման սկանդալային պետք է դնեին Բլոգերներ թե ինչ է իրար թեով բանոմակ Թե ինչ Ինչ ասենք ոնց որ ասես Ինչ ասեմ Խանձոր թե բրոկոլի Այդ հարցի իմաստը Այդ հարցի իմաստը Որպես վերնակ Չուն բարեկալոս լույսը վարեր տա Բարև, ռավ չար Շնորհակալ եմ շատ վերջապես Ինչ բարև դարձա Ցանկել ենք այս հիստորիաներով Բերման եթարկեցին քեզ Հələ մի հատ ճիշտ ասա, մեզ ինչու չես սիրում
Թե շատ սիրելուց։ Ձեզ շատ եմ սկսում։ սիրում, քննարկած թեմաները չեմ սիրել, տենց որոշել էի տենց մի քիչ Սիրելիս, բայց դա քննարկել։ այն թեմաներն են, ինչ որ դու անում ես, քո ամեն այդպես սրիլի ժամանակ։ Այսինքն Ես հումորային եմ անում, դուք լուրջ եք անում։ Այ մենք Լուրջը լուրջ չի ենք կարելի։ անում, բայց մենք ենք մեր դերի մեջ, այսինքն մենք հանդիսանում ենք այն, օրինակ դու լուրջ մամա չես, որ ասում մամ ջան, ով այն կադրից դուրս ասում մամ ջան։ Հեվա դու լուրջ մամ ես։ Դե թեմաներ կան, որտեղ ոնց որ մի քիչ այնպես բաներ հնչում, որ պետք չէր հնչել, դեմն անդրադառնում։ Այ դրա համար հանրությունն է տարբերակում, ճիշտը, սխալը, լավը, վատը գրում են, լսում են այն կարծիքները, որը կան, հա, իդեպ եւ ի վերջո ամեն մեկը հանում այրա համար այն ինչ որ կարևոր է։ Մութ անկյուններում փորձում եք վառել։ Այսօր քոլույստ եք վառելու, հայդալեկը ինչ պատմություն է, որտեղից է գալիս նենց եք ոնց որ անջատ եք այդ խոսը ոչ թե վառը կներեք։ Կարաս գին Արեմտյան Հայաստանում դալեկ գյուղ կար, հա։ Բայց դա ուրիշ բան էր։ Ջդիկ պատմը։ Ես ոչ թե լսում եմ դալեկ ուրիշ։ Իրականում հին բրիտանական սերիալ է, շատ հին 1963 թվականից եթեր գնացող, ես էլ մեծ երկրպագու եմ այդ սերիալի, այդտեղից վերցրել եմ։ Միքսը Այդ ինֆորմացիան դու բրիտանական սերիալ ես նայում, ուրեմն դու եվրեյ ես, այդպես բանով միքսը։ 30 տարեկան։ Չես սիրում հայերին։ Այո, ես։ Է հասուն ջաջան։ Ասում ջաջանը բան կնա, ախպեր, սերիալ կնա։ Պետք է այդ վլոգերով զբաղվել, արի դա հասկանանք։ Հիմա դեռ փառքաստու միտքդ շատ լավն է, ես ասեմ, որ քեզ սիրում եմ, անկեղծ եւ նայում։ Դրա համար ես տենց։ Ոչ բոլորին։ Բայց ինչքան 40, 50։ Ինձ թվում է 40, մինչև 40։ 10 տարի Ոնց էլ ինչքան էլ խոսենք, բայց մի քիչ ժամկետ ունի ես հումորային կոնտենտ անելը բլոգերով տեսակով, այսինքն հետո արդեն պետքա տանեմ ուրիշ հարթակ, օրինակ, չգիտեմ, պրոդյուսերություն անեմ, օրինակ սիթքոմ նկարեմ, օրինակ։ Դու այդպեսի պլաններ ունես։ Չէ, ենթադրում եմ, որ 40 պլյուսում արդեն նման բաներով կզբաղվեմ, դժվար է։ Ես համաձայն չեմ իր հետ։ Անկեղծ ասած ես չեմ պատկերացնում, նո ոչ համաձայն եմ, ոչ համաձայն չեմ, Որովհետև ինչ։ Չէ, ավելի ճիշտ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև տարիքը ինչ կապ ունի հումորի հետ։ Նու կարող է այն իմաստով ասում, որ չգիտեմ, կարող են շատ է հիմա գովազդներ վերցնում, ժամանակ ավելի ֆինանսապես կայուն կլինի, այդքան շատ անկապ չէ։ Ու շատ գովազդներ չի վերցնի։ Ուրիշ ինչ որ ինքը ինչ որ բան կհիմնի։ Չէ, գովազդ ինքը հիմնականում գովազդ է, չէ, իր հումորը գովազդով է։ Դե չի տվել Ինչ նկատի ունեմ, ինձ թվում է Իրան ավելի շատ կստեղծի, ուզում եմ ինչ որ չգնամ։ Հասկացաք իմ միտքը։ Չէ։ Որ տարիքի հետ ոնց որ մարդիկ կան երևի, որ ուզում են իրանց ստեղծել։ Իր ասած այդ չէ, իր ասած են 40-ից հետո Եթե հումորային դա, ուրեմն ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև հումորը կապ չունի տարիքի հետ։ Շնորհակալություն, որ հասկացա ինձ։ Որովհետև շատ հումորիստներ մենք գիտենք տարիքով ավելի լավ գուցե։ Լավ, չհամեմատեմ, էյջիզմ չանեմ։ Հա, դա չէ բուլիկ են այս 40-ից Դա չէ ինձ բուլիկան։ Հա։ Cancel։ Հերոստատեսություն։ Չէ, Դե եթե նկարես դաշտ։ Այ քո ասելիքը ո՞րն է հիմնական, հա, մեսեջը, որ դու փորձում ես քո այդ տեսանյութերի միջոցով տեղ հասցնել։ Տեսանյութերի միջոցով ավելի շատ այդքան շատ բան չեմ ուզում հասցնեմ, որովհետև իրանք հումորային բնույթ են կրում, իրանք մեջ չկա ուսուցողական, չէ, ուսուցողական համարյա ոչ մի բան չկա։ Պապի կերպարն ես ծաղրու Ուսուցողական ոչ մի բան չկա, բայց հումորները այնպես չեն, որ կարան երեխեքը կրկնօրինակեն ու դա վատը կլինի, այսինքն եթե անգամ կրկնօրինակեն, իրանք բարի, պոզիտիվ, դրական, անվնաս բաներ, հա, այսինքն կարան հանգիստ դուրսը կրկնել միմյանց իմ խոսքը, որը ոչ վիրավորական է, ոչ Ռավ, քեզ բացահայտելով կարող եմ նշել, որ Գյումրեցի տղան, հա, մի 4-5 տարի առաջ, ինչքանով որ ես եմ հետևում քո գործունեությանը, գինեգործ, ունենալով մասնագիտություն, այն էլ այսօր լավ պահանջված է, գիտես, ամեն մեկը որ ասում են միակ ֆակուլտետը, որ պետք է արժի դիմել գյուղ ակադեմիայի, հա, այսպես ասած, դա գինեգործությունն է։ Այդ ինչու ես թողել զբաղվում ինչով։ Բլոգինգով։ Ինչի իր տոնի մեջ կա այս երանգը, որը չպիտի լինի հաղորդավարի տոնի մեջ, էթիկա կա։ Չէ։ Այս հենց այդ հաղորդումն է։ Որը տենց պետքա լինի հատուկ։ Սկանդալային։ Ես դեմ եմ սենց հաղորդումների։ Չէ, օքեյ, ես համաձայն եմ սկանդալային է, ուրեմն դի սկանդալային։ Հա, ես սիրում եմ։
Так что ինչ քես կանգաունը։ Կնոջ։ Կանգաունը կոպիտ է, չէ՞։ Գրածեր չգիտեմ։ Հա, ես ձեր կողմից եմ։ Բայց այս մարդը հələ որ բան չի խոսացը։ Նստած է։ Իր հայացքից դուրս չի գալիս։ Ինչով։ Ինչ ինչ հավաքի Կրագ մեդիա դաշտում եմ, այդ ավելի շատ եմ ես միշտ սիրել, սիրել եմ հայտնի լինել, ուզեցել եմ հայտնի լինել ու աշխատել եմ նրա վրա, որպեսզի հասնեմ դրան ու հասել եմ Հասնես լավ է սարի, ու շատ լավ է ստացվել, բայց օրինակ Գյումրի անընդհատ ինքնին կհագասել, շատ լավ է, ես ձեզ սիրում եմ։ Բայց եկյա մարդը ինչ բլոգինգ։ Ես ավելի վատ բան եմ ասում։ Ահա, լսել ես։ Ինքը չի ասում, ոնց որ թե հյուրն է ուզում ասի, այդ մասն եմ տեսել, հյուրն է ուզում ասի, ինքը ասում ասեք, կապիկություն եք ուզում ասեք։ Հյուրը Ռաֆոն չէ։ Չէ, ուրիշ հյուր է, դե դեմ պետքա չէ մեկնել են իրանց։ Հատուս բաներ եկա։ Մաման, չգիտեմ։ Լավ է մտածել։ Քերակինը, որ դու այդ կերպարները, էլի որ բանը այսպես շատ ընդգծված ներկայացնես, չեն ասում տղա ջան, ոսակ մի դուրս մասնագիտություն ունեցի, վաղը միսը ամուսնանալ կա։ Դա ի՞նչ է։ Օրինակ Գյումրիում ո՞նց են ընկալում ինֆլուենսերին։ Հիմա կարող է։ Ինձ չեն սիրել Գյումրիում։ Ինձ քսեն կապիկություն կես կամերայի թեմը։ Բայց ով կսե։ 41 հոգից փոքրություն։ Հələ որ պաբան։ Բայց մեծերը քո պապին, նույն պապին, տատին։ Ոնց եք նո, պապի, տատի ոնց եք։ Հələ Օր սևեր։ Շատ վերև։ Ասուժդայու։ Շատ վերև են։ Սև հումոր էր։ Շատ սևեր։ Աղորմի անցավ ունեի։ Ես իրանից էլ եմ սև տեսել։ Լավ, պապին, տատին մեսիջ ուղարկել են գոնե ծնողներին վերևից։ Չէ, ինձ թվում է հաստատ։ Մեսիջ ուղարկել են, շարունակում են։ Հա։ Իրանց թորանով։ Ռաբ դու գովազդում ես ամեն ինչ կարելի ասել։ Հա, ինչը որ կարող ենք օգտագործել մեր տանը։ Իսկ այդ դու անձամբ ստուգում ես դա լավն է, վատն է, թե գումարը տվեցին կգովազդում։ Այսօր հարցը։ Այն ինչը որ ես գովազդում եմ, ստուգելու կարիք չկա, այսինքն դա ընդամենը հագուստ է, դա ընդամենը ինչ որ իրեր են, այսինքն դրանք ստուգելու կարիք չկա։ Որակի տեսանկյունից։ Դե եթե ինքը շուկայում կա, ֆուտբոլոգերն ասում է, չէ, ես միջև չփորձեմ այսինչ մակրող միջոց չեմ գովազդի։ մի քիչ Շտը ֆուդ բլոգերը մինչև չփորձը մակրող միջոցը չի փորձը ո՞րն է։ Դե կապ ունի, խոհանոցը մաքրում են, չէ, սարքելուց հետո։ Ասենք մինչև սաբոնը չուդեմ չեմ բանեն, հա, չեմ ռեկլամեն։ Դե փորձել եմ, տենց մի հասկացի։ այդ կարծրատիպը մնացել է մեր ֆուդ բլոգերը իշքան գիտեմ կուդեն, չէ։ բանը գովազդի, բայց հերոստատեսությամբ եթե հիմա օրինակ ձեր գովազդը գնում է, դա հերոստատեսության անձնակազմով չեք նստել, չէ, փորձարկել։ Գովազդը ձեր մոտ գնվել է ու դուք ցույց եք տալի, հանդիսատեսը իրավունք ունի ընտրելու դա։ Այստեղ անց չկա, այստեղ անց չկա։ Բայց Վստահություն կա հերոստալիքի հանդեպ։ Այո, եթե հերոստալիքը վատ բան է գովազդում, կասեն, չէ, հերոստալիք։ Իսկ ձեզ մոտ անձնավորված է, տես, եթե դու վատ բան գովազդես, կասնայ հայ դալեկն ասես, չգիտեմ, այս ինչ մոթերքը լավ։ Դե հիմա սենց ենք աշխատում, ես իմ տեսանկյունից ես երբեք չեմ ասում սա լավն է, եկեք վերցրեք։ Ես ուղղակի ասում եմ, գիտեք, նման բան կա։ Ու հիմնականում իմ շրջապատում էլ իմ բլոգերների մեջ արդեն նստված կա այդպես է, որ մենք ասում ենք, որ նման բան կա, բայց մենք չենք ասում, գիտեք, ամենալավն է, ամենահամովն է, մենք որ իրենք լոզեր գնանք։ հակառակն է ասում։ Տեսակ նեգատիվով երևի չեն ընկալում։ Հումորը դա ոչ թե վատը իբր, հա, մի տեսակ սև է գնում, ես որ այն որ նուրբ ենթատեքստում լսել եմ, բայց դա ընկալվում է ոնց որ ընկալվում է։ Դե դա ուղղակի ինֆորմացիան տարածում ես, որ մարդիկ իմանան Սարյան փողոցի վրա, այստեղ է ինչ-որ մի բան կա։ Հիմա օգտվեն թե չէ, արդեն դա իրենց Ռաբ, դուք ես համարում ես միջին թե բարձր դասի ինֆլուենսեր։ Գնային սանդղակի մասին է խոսքը։ Հա, չէ, ցածր։ Ցածր։ Հա։ Այսինքն 10000-ով կարող ես Չէ, 10000 չէ, բայց ես մատչել եմ, քանի որ ես աշխատում եմ փոքր բիզնեսների հետ, հասարակ, սովորական խանութների եւ այլն, փոքր բիզնեսները ինձ համար ավելի առաջնային են այս պահին։ Շիրպատրեպ տարբերակով է, հա, այսինքն քանակի վրա ես աշխատում, բայց Ես աշխատում եմ փոքր բիզնեսների հետ։ Quantity over quality։ Պետք է լինեմ, իրանք ի վիճակի չեն այդքան մեծ։ Չէ, բայց իմ կարծիքով ինքը այնի նկատի ունի, որ ոչ միայն է, այլ նաև որ տիպը փոքրը ավելի շանս ունի էլի զարգանալու, մեծերը ասենք տեղից շատ գովազդված են, մի քիչ գոնե նո լավ եմ ուզում տեսնել։ Նո, էտել, ինձ թվում է էտել կապ ունի։ Պատժեշ կա, չիրավեք ձել այդ պատժեշ։ Ոնց է որ շատ ժամանակ դու ուզում ես քո խանութի տակի գնաս բան առնես, որտեղ մեծերը մեկը ունեն իրենց հաջողորդը շատ ունեն։ Գոնե ինչ որ բաներ մոտից առնես, որ մանր բիզնեսն է։ Դու պես բան ունես։ Թե հա, պլյուս մինուս։
Դեստեղ չես կարող, բայց Հայաստան կա։ Դե չէ։ Ստեղ ասելով Շվեդիայից։ Փոքր խանութ կմտնի, որ մոտիկ է պրոստը։ Համ մոտիկա, համ էլ մեկ-մեկ այդ պահներ կա, որ ինչքան մեծերը կուտեն մանրային։ Դե հա։ Մենք դեմ ենք մոնոպոլիային։ Դեմ ենք։ Դե Այո։ թեմա ծավալվեց։ Հայ դալեկը շատ ճիշտ կենը։ Եթե դրա համար անի։ Որ կսեի quality over quantity, это просто կուզեի որ դա այդ բանը գիտեմ այդ։ Հա, սկզբունքը։ Սկզբունքը գիտեմ, այն էլ անգլերենով գիտեմ։ Okay։ Դե չէ, համաձայն եմ ես մաշտու հետ։ Ինչու ես դու աշխատում փոքր բիզնեսների հետ եւ ինչու ես մատչի Ես լսել եմ, որ հարցազրույցում լսել, որ Հայ դալեկը կամենչել հենագանի բարբարով խոսա, որովհետեւ իրան բուլի են արել։ Երևանը։ Հա։ Այդ բոլոր բուլի անողները ինչու մատչել որտեղ կա նաեւ պատվիրատուների կողմից դժգոհություն։ Յո։ Որ Հայ դալեկը այո բավականին այսպես հասանելի արժեքներով է փորձում էս այդ աշխատել, բայց պահանջում է շատ որպեսզի գործը դեռ չարած գումարը շատ արագ վճարեն նոր ինքը գործանի Հայ դալեկին գումարը անհրաժեշտ շտապ այդքան արագ չի, այլ իմ պահանջն է, ինչու, որովհետև ես ստորև դնում եմ 10 բիզնես կգրանցեմ այսքանով ու այդ 10 բիզնեսը ինձ գրում է 30 մարդ 30 մարդու դեպքում ես գրանցում եմ նրանց, կոպիտ ասած, ովքեր նաղդը վերցնում են։ Ես ասում եմ, հիմա փոխանցում եք չարած շատ շտապ գումար է պետք։ Դա գովազդ են գնում։ Գովազդ են գնում, դա կապ չունի։ Իզնից գովազդը պետք է առնեն։ Առնում են, նոր սկսում են շարունակել աշխատել, որովհետև ես նույն գրանցման պահից հաջորդ բայց սկսում եմ սցենարի վրա աշխատել։ Այսինքն խնդիրներ չկան գումարի հետ կապված, որովհետև թյուր կարծիք էսպես պտտվում, ընդհանուր արի փորձեք բոլորին, հա, բացատրել, ասել, ճիշտ կարծիք է պտտվում։ Հայ դալեկը խաղամոլ չի, գումարի խնդիր չունի, չգիտեմ։ Հա, որովհետև ասում են շտապ գումար է, պետք ինքը պատրաստ է ամեն ինչի, միայն այդ գումարը հենց հիմա վճարել։ Ամեն ինչի, դե չգիտեմ ով ասել, ինչի եմ պատրաստ։ Ես իմ աշխատանքն եմ, այսինքն ես ուզեցել եմ իմ գովազդը վճարեք, անեմ, վերջ։ Ընդամենը այդքան է։ Չէ, վճարեք նոր անեմ։ Ոչ թե անեմ, գործը տեսնել, նոր վճարել։ Հիմա երբ որ հիմա գումարի խնդիր չկա, ես նույն կերպ եմ աշխատում։ Վերջին ժամանակներս ինֆլուենսերները, բլոգերները կարծես նաև չէ կարող լեզու գտնել պետության հետ, հա, կարծես պետք է հարկային դաշտ մտնեն բոլորը, ուստի կարծես այլ այդպես պետք է լինի, պետք է հարկ վճարեն պետությանը։ Դու ինչպես կարողացար լեզու գտնել պետության հետ եւ հիմա ինչ հարաբերությունների մեջ ես։ Ես մի քիչ բան եմ, սենց ահա որ պետական հետ եմ ու ես երբ որ իմ բլոգը թեմա բացեց։ Ինքը իր վրա թեմա բացեց։ Սկսեմ։ Մի քաղաքականություն կմտնի այսպես։ Շենցը թե pedagogan ամեդլերի ուրիշ բան են, ուրիշ բան։ Չէ՞։ Համաձայն եմ։ առաջին իսկ գովազդը եղել է համագործակցության հետ, դա արվել է իմ ԱԶ-ով, սեփական ԱԶ-ով, այսինքն ես գնացի ԱԶ եմ բացել։ Իրականում ես սենց եմ մտածում, եթե եկամուտ եմ ստանում, պետքա հարկ տամ, եկամտահարկը պետքա տաս։ Եվ չտաքսնել։ Եվ չտաքսնել։ Ասպա 10-ից 1 է գրանցել։ Անկամ եթե եղել են դեպքեր, որ ուղղակի քարտային փոխանցում ա եղել, դա հայտարարագրվել է պարտադիր։ Երրորդ տարին է անում ենք մեր հաղորդումը եւ դու երևի հետևում ես համենայն դեպս մի քանի անգամ տեսել եմ ինչպես արդեն վերոնշեցինք ճիշտ է հեռացել ես ստորիները հա բազմաթիվ հայտնի վաստակավոր մարդիկ Այս մարդիկ քուր ախպերել Չգիտեմ, բայց նման են։ Հա, դիմագծերը նման են։ Կարող է։ Չէ, հասկանալի գրեթե ուրիշ են ոնց որ։ Է հասկանալի ինչ կարող եք ամուսնացել ես կնիկ։ Խլա, հա։ Հա։ Կնայեք որ կնիկ ասեցի։ տարբեր ասպարեզներից ավելի շատ դերասանները ինչի, որովհետև դերասանները լավ խոսք ունեն, հա, իրենց հետ ավելի հետաքրքիր է զրուցելը, իսկ մերը զրույցի վրա է կառուցված։ Առաջի պայմանը ես եմ զբաղվում հյուրերով, ասեմ, եւ ես եմ ընտրում եւ առաջի պայմանը, որ ինձ ասում են Մարջան, ինչ թեմա ուզում է լինի, բայց կողքս բլոգեր չլինի։ Ինչն է պատճառը։ Դերասանը ինչու չի ուզում քեզ նմանին, բայց դու նայ, բավական ես նայում եմ քո այդպես ռիլերը, դու շատ լավ ես կատարում են դերերը, հիմա նայ նստած է ուրիշ կերպարի մարչև, այնտեղ ուրիշ կերպար է։ Այսինքն դու խաղում ես լավ։ Ինչու շնորհքով մարդուն չի դերասանը տեսնի, ինչու է զապադլո, ինչու իր կողքը չի ուզում տեսնել։ Զապադլո։ Քո նման ինչ որ
Չեմ կոր ասեմ, երևի բայց դա տաբու է ինչ որ դարել, մենք բլոգերներս տաբու ենք դարել դերասանների համար, իրականում այդ վերաբերմունքը շատ ենք զգացել, որովհետև մեզ հրավիրում են ինչ որ ֆիլմեր։ Օրինակ ինչի համար էլի։ Խաղալու այնտեղ դերասանական կազմը մի հատ Բուլինգի կաշմար։ Հա, հենց բուլինգի չէ, ուղղակի վերաբերմունքից դու հասկանում ես, որ քեզ Գուցե վախենում է, որ վաղեմից որ դուք իրենց ձեռքից հաց առնեք, բայց չենք առնում է, ախր։ Ընդհանրապես չենք առնում, որովհետև բլոգերի հետ զրուցեցի այդ հաշվով, ասեցի օրինակ ինչու չի ուզում դերասանը քեզ տեսնի, քեզ չէ, անձնավորած չէ։ Բլոգեր։ Ձեզ։ Ասեցի իսկ դերասանը այդքան կա, որ իմ չափ ճանաչում ունենա, հետևորդ ունենա եւ իմ չափ փող աշխատի։ Չէ, ես դա չեմ համարում, ես ամեն դեպքում կողմ եմ ակադեմիական կրթությանը ու դերասանները բոլորը ակադեմիական կրթություն են ստանում ու իրենց մասնագիտությամբ են աշխատում ու իրենց տեղը ունեն ամեն դեպքում։ Բարձրագույնի դիպլոմ էլ չունեմ, դրա համար չեմ էլ ամաչում։ Ես կիսատ եմ թողել իմ կրթությունը, որովհետեւ գործությունը կիսատ ես թողել։ Հա, երրորդ կուրսից ես կիսատ եմ թողել, հա, ցանկացած բայ կարամ շարունակեմ, բայց դիպլոմ չունենալը այդ ինչ որ համար բան չի։ Ամեն դեպքում ես կիսատ թողել, հետալից որովհետև այս աշխատանքի մեջ ավելի շատ ինտեգրվեցի ու այդպես Գյումրիում էիր ապրում։ Չէ, Երևանում։ Արդեն Երևանում էիր, տուն ունեիր թե Վարձով էիր։ Չէ, Վարձով։ Հիմա տուն ունես։ Այո։ Հրավ, հիմա դու ասում ես ակադեմիական կրթությունն են բոլոր դերասանները։ Հիմա տուն ունես։ Մեծադաշտ։ Բայց ես հաղորդման հաղորդավար գուզեի դառնայի։ Կդառնայի, ճիշտ է։ Մարկոս ներվերի դարերի վրա ասես Ինչ որ մեծադաշտում գործունեություն ծավալելու համար եւս պետք է այդ կրթություն ասածը։ Չէ, պետք չէ։ Ոնց պետք չի։ Ինչ է, ինչի համար պետք կրթություն։ Մեդիա դաշտում գործունեություն ծավալելու։ Ճիշտ կսեմ։ Շատ ճիշտ կսեք, պարոն։ Բավարի հաշվես չէ դա ամեն ինչ, նոր սավ չէ, հարգեր տալ այդ հարգերը դե հաշվես չէ։ Գումարում է, հանում է, բաժանում է տոգոսը, իմանաս։ Պահանջում ինչ որ ստուգով կա, ԳԹԿ-ից գալիս են ստուգում։ Դե թատրոնում էլ չեն պահանջում, կարող ես գնալ եւ դեր խաղալ։ Չէ, դե եթե ինչ որ այնպեսի ներկայացում լինի, որտեղ ռեժիսորը ինձ կտեսնի այդ կերպարում, սիրով կգնամ կխաղամ։ Բայց էլի, չէ, ծանոթ չէ, ունեմ տաղանդ ու դա երևում է, այսինքն մտնում են դիկտոր։ Բայց օրինակ մեծ հարց։ Մարտը օրինակ հայ դալեկի օրինակ տարիքի մարտի 95 պլյուս թիվ 95 թիվ պլյուս կարծեմ չէ կոնկրետ տարիքը չգիտեմ որոն համարյա 2010 թվից նստել է ու YouTube-ը նայել լիքը բլոգերների են նայել լիքը տուտորիալներ են նայել ինչ մոնտաժ են նորմալ կրթություն է հա լիքը բաներ են նայել հա սորվել է պրակտիկա է չի ստացվում մոդը ու 10 տարի հետո ինքը արդեն պատրաստի բլոգեր, որպես մտել է մեդիա դաշտ։ Հա, ինքը որ ասում է մեդիա դաշտ մտնելու համար կրթություն է պետք, որտեղ է այդ կրթությունը պետք է բան ժուրնալիստիկայի նկատի ունի, թե ուր։ Չէ, բանը չէ։ Որովհետև ամեն դեպքում եկեք ընդունենք, որ կան մասնագիտություններ, որոնց համար ակադեմիական կրթությունը պարտադիր չի։ Գուցե ցանկալի է, բայց պարտադիր չի, բայց կան նաև մասնագիտություններ, որ առանց դրա դու չես կարող։ Շո մի ոչ ասեք շատ հիմա տենդենց եմ նկատում, որ կրթությունը թերագնահատ ակադեմիական կրթության արժեքը թերագնահատում են։ Դա էլ ճիշտ չի, որովհետև ամեն դեպքում շատ մասնագիտությունների դեպքում ուղղակի անհրաժեշտ է։ Այդ օրինակ պարզ է, բժշկություն, հոգեբանություն, իրավաբանություն եւ այլն։ Ինչի հոգեբանությունն է կնան նստի նայ։ Մարտը նստի նայ։ Ներսից է գալիս էլի հոգեբանությունը։ Հա նստի ունենք մեր գոտ բան կարտը, ֆրեյդ կարտը, դա սկսեմ մարդը։ Հոգեբանը որը սա, հա, գնա հարևանի հետ կոֆե խմի երիքա։ Հա, իմիջալոց եթե կուզեք տեսնի թե այսօր իշխեմ անայդի կոֆեի բաժը գնա է, մտեք իմ YouTube-յան էջը։ Ոնց որ մենք բան շատ շեղվեցինք։ Հա, նայեք թե ինչ վլոգ է էլի, ինչ գնայեմ ես այս մարդու
բանը։ Սուրճի բաժակը։ Սուրճի բաժակը։ Այդ տաղանդը մարդը գնում է թատերական ինստիտուտ ավարտում է, նոր այդ տաղանդը Հա, վերցնում ասում են մենք այդքան չարչարվենք, գնանք 7 տարի սովորենք, դու գաս այսպես օթից ընկնես, միստր Բինի նման։ Ես էլ 5 տարի չարչարվել եմ ինձ։ Ոսկե ծոսով ծայլ չեմ, դա շատ եմ լսել, որ շատ են ասում, որ մենք այսքան տարի չարչարվենք, բլոգերը օրինակ կամ ինչ որ մեկը օթից գնա խաղա, Սովոր։ դա ասենց ընդհանրացնելը մի քիչ ճիշտ չի։ Դու կարող ես 7 տարի գնացել սովորել ես, բայց օրինակ մեջը տաղանդ չկա ու դու ինչքան էլ չարչարվես, որովհետև ես գտնում եմ, կարծում եմ, որ դերասանության մեջ պետք է ունենալ նաև տաղանդ։ Ինչքան էլ չարչարվես, եթե չկա տաղանդ ու չկա, չգնամ, ձգտումը, դու չես կարող դառնալ։ Ու կարող է դու 7 տարի տեն սովորել ես ու չունես, այդ չի ստացվում քո մոտ, լավ չես խաղում կամ ինչ որ ունենց բան դերեր ես խաղում։ Իսկ մարդը կարող է չի սովոր, բայց իր ներսից կա ինքը էությամբ դերասան է։ Չգիտեմ, այդ մասնագիտությունը ստեղծագործ մասնագիտությունները առհասարակ արվեստի մասնագիտությունները նաև այդ տաղանդի կոմպոնենտը ունեն ինձ թվում է։ Շատ լավ բառ կոմպոնենտ։ Չարչարվել դիպլոմը ստանալու ինչ որ նաև մասնագիտական նյուանսներ իմանալու, ես էլ չարչարվել եմ ինձ սարքեմ այս մարդը, ում ռեժիսորը հավասար կտեսնի, համ դիպլոմավորվածին, համ ոչ դիպլոմավորվածին։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, ու այնպես չէ, էլի ընդամենը մի 100 բլոգեր կան Հայաստանում, այդքան լինենք թե չէ, ու հաստատ ոչ մեկի տեղը չեն գրավում, մենք մեր շուկան արդեն ստեղծել ենք, մենք մեր մեջ մեր աշխատանքը ասենց ինֆլուենսեր լինելու համար կրթություն պետք է շուտեղ սովորել, պետք է թե ոչ։ Սովորական կրթությունն է պետք է շուտ, հատուկ կրթություն։ YouTube-ով նստել նայել այ ինֆլուենսեր մարքեթինգ։ Ինչ որ հմտություններ պետք է ունենաս, մոնտաժի, սցենարական, այսինքն ամեն ինչից պետք է ռեժիսորական, դերասանական ամենակարևորը, այսինքն մի քանի ամեն ինչ ասենց արժե զրկելու ինչ բան ունեն մի բառով, հեռախոսային։ Սոտավիով։ Հա, սոտավի։ Ստարկա որ դու պետք է ես հիմա օրինակ իմ ամբողջ վիդեոները կոմեդիայի սցենարներ են, որոնք ես ամեն օր նստում գրում եմ, մտածում եմ, այդ ինֆոն ասենք չի ունես մարդիկ ում երկրպագում ես տարվեստում։ Չէ, շրջապատից, ընկերներից, ձեզնից։ Խոսում եմ մի քանի դերասանի հետ, մասնավորապես Հայդալեկն է մեզ մոտ լինելու Ռաֆան, հա, ասի որ շատերը ասում են, որ ինքը լավն է, ամենալավերից մեկն է, բայց մի հատ է sense կարծիք հնչեց, շատ լավն է, իրան նայել եմ, բայց ինքը հիմա սպառվել է։ Ինչ է նշանակում սպառվել է։ Իրանց համար երևի նախկինում իմարված հումորները։ Ինչ ես արի առաջ, որ հիմա չես անում։ Ես առաջ ավելի վատն էի։ Այսինքն թե իմ դերասանական խաղը, թե սցենարները շատ վատն էին։ Իսկ հիմա ավելի կատարելագործված է։ Այդ կնշանակեն սպառվել է։ Ինձ հետ եմ ես միշտ համեմատում, ինքս ինձ հետ։ Որ ասում են սպառվել, դա էլ համաձայն չեմ, որովհետև հիմա հումորներս ավելի սուր են դարել, ավելի սենց սյուժետ կա, սկզբից մինչև վերջ, սենց այդ 50 վայրկյանի մեջ ես շատ բան եմ ներդրում, էլի։ Հիմա բայց չեմ ուզում այդ սարքեմ ինչ-որ արվեստի գործ, չէ, նկատի ունեմ, հիմա ավելի լավ է, քան առաջ։ Բայց սպառվել է երևի զուտ որ անդադ գովազդ են տեսնում, դա ավելի շատ իրանց բանը ունից անում։ Մեկ էլ շարքեր կան, որոնք անդադար կրկնվում են, երևի մեկ էլ այդ շարքերի հիման վրա, որ յանի նոր բան չի անում, ուղղակի բայց չեն նկատում։ Անդադ նույն բանն է գնում։ Սպառվել է, գիտես, երևի որն է, մեկ հանդիպում եմ, նաև քո մոտ, դες գալիս է մոտս, ասում կլիկ եմ անում, մուզիկա է, երաժշտություն է, եւ դու այսպեսի բան ես անում օրինակ։ Եթե 3 անգամ արել ենք պրոստի։ Ու դա, այ դա Բացում նայում եմ, քանի հոգի են նայ։ Ու ես ուզում եմ հասկանամ, ես չեմ կարող օրինակ դրանից անում։ Կարող է լավ չարեցի, թե լավ արեցի։ Չէ, այդ նույնիսկ այդ պահը օրինակ հիմա ասեմ դա ինչա։ Տրենդը է։ Այս Հայդալեկը չէ։ Որը մենք ձեռք ենք առել, այսինքն կոպիտ ասած մենք ենք ձեռ առել, հումոր ենք արել հենց էդի անելով, այսինքն ծիծաղալու այն փաստը, որ մենք այդ վիդեոն անում ենք։ Բայց եթե հիմնականում դա անենք, հայտի իմ համար ինչ-որ բայց կան չէ, մի րոպե, եթե քեզ չվերցնեն, կան չէ, այդպես ինֆլուենսեր, բլոգերներ, չգիտեմ ինչեր, որ հիմնականում դրա վրա են։ Հիմնականում տրենդներն է, դա հիմնականում անում են փողոցային ձողերից են կախվում։ Ներողությունից ո՞րն է կուտը։ Հայկական։ Ճիշտ է, բայց փողոցային դեբիլություն։ Շատ է, հիմար, вообще շատ տրենդներ կան, որ հիմարություն է։ Իհարկե կան, շատ կան, բայց բոլորին մի բանի մեջ դնելը սխալ է, շատ բան դերասաններ էլ կան, որ TV-ի հիմար հաղորդումների մեջ են խաղում, հիմա այդ էլ դնես բոլորին, ասես դերասանները սենց է, կամ վերջը հասկացաք միտքը, ընդհանրացնել պետք չի մասնագիտությունը։
Հիմա օքեյ նոր եկած մասնագիտությունա բլոգերը կան համ որակովները, համ անորակները նույն ձևել ֆիլմերն ու հաղորդումները կան որակով ու անորակ ու իրենց աշխարհի մեջի դերասաններն էլ բժիշկների մեջ կան չէ վիրաբույժներ որ սիրտ կվիրահատեն ու կան խոսքի գեմարվի կվիրահատեն չէ բացի կան որ իրենց գործը լավ են անում որ կան որ իրենց գործը վատ են անում ոնց որ դե Իմիջելոց բարև բոլոր բժիշկներին։ Ավանդական։ Ես միշտ կսեմ որ վատ կոմենտ չստանանք էլի, մար տես։ Մեկ է տեսար։ Մեր վիդեոն նայեցին ու ապա նայեք կուզեք վատ կոմենտ գրեք, մենակ նայեք լեվոր։ Օգուտ կա, այդտեղ թրենդի մի մասը դառնալն է ու նաև ինչու ոչ մեր երկիրը ներգրավել է թրենդների մեջ։ Ռավ, ասում ես այ երեխաներն են նայում եւ դու փորձում ես այնպես անել, որպեսզի անվնաս լինի, տարբեր հայերեն փողոցային բառեր, լեքսիկոններ, այն ինչից մենք բողոքել ենք տարիներ շարունակ տարբեր սերիալներից, բայց քեզ մոտ էլ կան արտահայտություններ, որոնք ոչ այնքան ցանկալի են, որպեսզի երեխաները Չէ, դա քիչ քեյս է չէ։ իր բակում տարածի։ Դու ունես արդյոք քեզ մոտ այդ ցենզուրա, որ այսա չանեմ երեխան նայում է կվերսինքտել կսովորի եւ օգտագործի։ Հայոյանքը չկա միայն, բայց մնացած առումներով ես ազատ եմ։ Գրողոսևցավից սկսած տենց։ Հա, հայոյանքը չկա, անեցքել չկա։ Դե գրողոսևցավը դարձել ինչ է։ Չէ, անեցքներ բաներ, նմանատիպ ինչ-որ բաներ չկա։ Իմ մաքսիմումը, որ օրինակ ուզեմ երեխաները չկրկնեն, դա սև հումորներ եմ անում, բայց դա էլ երեխան չի հասկանա ուղղակի, նայելուց չի հասկանա, հասուն մարդը միայն այդ սև հումորը կհասկանա։ Երեխա ասեցիր, երեք մի ռիլի հանդիպեցի, ոնց որ այն երեխայի հետ ոչ մի կերպ չէիր կարողանում լեզու գտնել, զգացվում էր զորով։ Հա, ասա որ կա տես բան, երեխաների հետ ոնց որ հա, այնքան էլ չի ստացվում։ Չի ստացվում, ինձ սիրում են հաճելի սիրուն։ Հա, ոնց զգում եմ, էլ ուզում եմ։ Երեխան չէ պատասխանում adekvatությամբ։ Մեսին չանում։ Հա, կամ երեխան չէ, տես։ Լավ, մի բան կտրվենք թեմայից, ես ունեմ 5 անավարտ։ Եկած առաջին միտքը պետք է շատ արագ արտահայտես։ Վերջապես ես հասկացա, որ հետևորդները ինձանից սպասում են հումորի։ Հայդալեկը ինձ ճանաչում բերեց այն ժամանակ, երբ ես սկսեցի կիսվել իմ ավելի անկեղծ լինեմ, այսինքն իմ ավելի կյանքով։ Հետևորդներիս ինձ հետ կապող ամենաուժեղ կապը ստեղծվում է, երբ ես պատմում եմ ամեն ինչ եմ պատմում, չկա այդպես հատուկ թեմա։ Ինֆլուենսեր դառնալուց հետո իմ կյանքում ամենամեծ փոփոխությունն այն էր, որ ֆինանսապես ավելի կայուն դառա, շատ կայուն։ Արժի ինֆլուենսեր դառնալ ուրեմն։ Ֆինանսապես կայուն է դառել ինֆլուենսեր դառնալուց հետո։ Ուրիշ բան դառնալուց հետո էլ կարաս կայուն մենակ ինֆլուենսորությունը չի։ Դե կամ կասմանավ պիտի դառնաս կամ ինֆլուենսեր։ Այլ տարբերակ չկա։ Կասմանավ չի ամեն դառնա։ Իսկ դրեք կասմանավ։ Ես որ նստած փորձում եմ։ Նավարդ միտքը ես իմ գործընկերներից տարբերվում եմ նրանով, որ անկեղծ չասես։ Ուզում եմ ասել շատ ավելի անկեղծ եմ, բայց դե լավ, շատ ավելի հումորով եմ։ Սա հայդալեկն է, իսկ մենք քիչ аз դիմավորենք մեր հաջորդ հյուրին եւ շարունակենք թեման։ Մնացեք Լուիսը Վարերի հետ։ Զբաղեցրեց բլոգեր Լենա Վարդերեսյանը, ողջույն, Ողջույն Լեն ջան։ Ասում եմ, որ դու իհարկե քո տեսակի մեջ յուրահատուկ ես, առանձնահատուկ ես, չի հերկվում, բայց քեզ հայտնություն է բերել։ Այդ բայցը ես միշտ կսինեմ։ Ասում ինքը չլներ Լենան։ Տենց прям հա։ Ասում եմ, ես չեմ ասեմ, Ռաֆոյի հետ վերջին 2 ամսում է, որ մենք նոր վիդեո ենք իրար տեղադրել։ Մենք նայ որտեղ սուտ են ակնհայտ դրա համար, ես ակնհայտ սուտից կարմիր։ Այսինքն ինքը չի հայտնության պատճառը։ Ես պատմում եմ, էլի 18 թվականից մենք ընկերներ ենք։ Так։ Ոչ ինքն էր բլոգեր, ոչ ես էի բլոգեր։ Ես սկսել եմ բլոգը 23 թվականին, ունեցել եմ 52000 արդեն իսկ հետևոր։ Վերջի 2 ամսում ես ու Ռաֆոն նոր սկսել ենք իրար հետ վիդեոներ նկարել։ Մենք մտերիմ ընկերներ ենք եղել, բայց երբեք իրար հետ վիդեոներ չենք էլ նկարել։ Լեն, իսկ ինչի հաշվին 52000, այդ որտե՞ղ։ Ինչ հաշվին։ Հա, դե յուրահատուկ քո դա տեսակ։ Դե հումորային բլոգը իմը կոնկրետ նույն ֆորմատի մեջ ենք, в принципе։ Ինձ ամեն դեպքում հետաքրքրում է Լենայի գործունեությունը։ Լեն, այ ինչի շնորհիվ է, որ դու հավաքեցիր այդ բազմահազար լսարանը, դա ինչն է քո արտաքինը, ձայնը, միտքը, ասելիքը, սցենարները, տաղանդը ինչն է վերջում։
Սենց ասեմ, նախ միշտ ցանկացած բլոգերի մոտ միշտ լինում է մի հատ կոնկրետ վիդեո, որը որ իրան բերում է պրям սենց զլոտ, էլի, շատ հայտնիություն, հա։ Քեզ մոտ դա որն էր։ Իմ մոտ եղել է իմ հարևանուհի կերպարեր, որը որ հավաքեց 2 միլիոն ավել դիտում, հա։ Ու հենց այդ վիդեոից հետո սկսեց սենց մի անգամից աճ։ Հարևանին թե ինչ է։ Չի ծաղրում, մեր հումորային վիդեոների մեջ դա ծաղր չի, տենց պրям ծաղրել չի։ Ես ունեցել եմ նման փորձ, որ մեր հարևան Իրանք չեն ծաղրը, իրանք դերասանություն կենան պրոստ։ Այսինքն Սին բլոգերներ, որ դեր կանեն, իրանք ձեր չեն առնի, իրանք պրոստը դեր կտանի։ տեսակ են ներկայացնում երևի։ Բայց ինչ տեսակ, բան տեսակ։ Դե արտահայտիչ ինչ որ Էդ ինչ էր էդ բառը էդ։ Ինչ էր էդ բառը։ որ մեկը Լավ էդ բառել չեմ իշը։ Նա առանց դուրը թակելու բան, պրոստը տենց դուրը բացում մտնում էր մեր տուն։ Ու ես դա հիշելով ոնց որ նմանակել եմ այդ նույն կերպարը, ստացել եմ, ու այնքան նման ա եղել, մարդիկ այնքան են գտել իրենց էլ այդ վիդեոյի մեջ, որ տենց հաջողություն ա ունեցել այդ հոլովակը։ Ով էր Ռաֆոն ինչ էր անում, իմացան Գյումրիից էր եւ կիսատ թողել էր իր մասնագիտությունը։ Ինչ ես արել դու, որտեղից ես եղել դու։ Համարյա թե նույնը։ Միջակայքն է, հա։ Դու չկայացած գինեգործ։ Չէ։ Չկայացած գինեգործ։ Կարելի ասել կայացած, բայց դիպլոմը կոնկրետ ես չեմ վերցրել իմ։ Բայց ես ավարտել եմ։ Խուսափում եք դիպլոմներից, այ սիրելի ինֆլուենսեր։ Այնքան իրական կարևորություն զուտ չենք տալիս ինձ թվում է դիպլոմին։ Չէ, ես 4 տարի սովորել եմ, ավարտել եմ, քննություններս հանձնել եմ, դիպլոմային օրը զուտ չեմ ներկայացել։ Մանկավարժական համալսարանում մանկավարժ հոգեբան եմ։ Աման, դու տեսել ես։ Հələ դու որպես հոգեբանություն, շայսե, հələ դու սա այդ բառը։ Ես որպես հոգեբանական կրթություն ունեցող մարդ Անտես ինչ դժվար էր, ես հազիվ դիքսեի ես գրժակ ստանայի։ Ինչն է տարբերությունը ԵՊՀ-ի ու մագիստրատուրայի Ես շատ ԵՊՀ-ի եւ մանկավարժականի։ մանկավարժականի։ Ես այս հարցի շուտ շատ երկար կարող եմ ծավալվել որպեսզի ԵՊՀ-ի ուսանող։ Դե լավ, որ կարճ անի, որ կողմից ես դու։ ԵՊՀ-ի։ Սա։ Երեք հաճախ եք կոմենտներ ջնջում մեկնաբանություններ։ Ջնջում եք։ Ես ոչ հաճախ։ Իմ միջայլոց ես անընդհատ կջնջեմ։ Mēs շատ ենք կոմենտում, մենք ուղղակի ջնջում ենք։ Մերան կոմենտի Չի կարելի անգամ կոմենտ գրել։ որ լցել եք կոմենտները, դուք չի կարելի, չէ։ Չափ կա։ Չնջեմ որ տեղ բացվի։ Հիշողությունը չի հերիք է։ Մենակ հայոյանքներ են։ Ես որ ուրիշը զուտ չկարդ։ Ինչ են հայում։ Ինչն են հայում։ Կոնկրետ ինչն են հայում։ Հումորային կոնտենտը։ Չէ, մի րոպե, մի հատ։ Չէ, երբեմն լոգիկա չկա իրականում։ Պարզապես հայո, չեն ասում քո սենսնեցը, որովհետև սենս ես անում։ Չէ, չկա։ Չէ, լուրեր, գոնե այդպես կոնստրուկտիվ քրֆեին, ասենք, Ասենք կողոչ բանա նկատե այդ մարդը։ ասենք հա ցավտել տա։ Այս լավն է կոնստրուկտիվ քրֆել։ Ներքսկիր արտահայտություններ։ Իրականում թվում է հայոյող մարդը այդպես public, առողջ մարդ չի ու իր կոմենտը պետքա տեղ չունենա, նաև իր էջը։ Լոգիկա պետք չի մանգալ։ Բլոկում էլ ես ինքը չի շարունակում։ Հաճախ եք դիմում ձեր հետևորդներին, որովհետև ես երեք այդպես պատահաբար տեսա, որ դու on-line ես եւ մտա դու այդպես հետևորդներիդ հետ շփվում էիր, վերջում ասեցիր, այ, եթե մտնեք, լայքեք, ես այդ ձեր ֆոտոները ասել ես, չէ՞, այսինքն պիտի ուղղորդես իրենց որ անեն։ Եթե իրենց բայց դու մի տեսակ անհավես էիր շփվում։ Դու գիշերվա հազարներ։ Հոգնած էր, ասել իրականում ես շուտ քնող եմ, քունը ստանում ա, բայց եկել եմ, վերջում ասի դե մտի, լայքի, ես քո ֆոտոները, որպեսզի ասել ես։ Իրենց պետք է անես, ուղղորդես, հենց այնց որ բանը թողես։ Չէ, դա ընդհանրապես խնդրանք է, ասեցի ովքեր կանեն, իրենց ֆոտոները կլայքեմ, այդպես չեմ հրամայել։ Ինչ անա։ Ինչը։ Պասիվ ագրեսիվ։ Ասիկ պասիվ ագրեսիվ գոչվի։ Հա։ Դիք որն է, որ ժպտալով պրոցեսը կծողական բաներ կսան, հա։ Դե Հա։ նաև
Կամ ես քո համար եմ ասում, ես քո համար ուղղակի կարծիք եմ ասում, ինչ որ sense շատ վատ բան է ասում։ Ես ուղղակի քեզ շատ սիրում եմ ասում, դեբիլ։ Այդ ինչ որ մի տեսակներից մեկն է, կամ տոնայնու իր դեպքում տոնայնությունը նաև ասելու ձևը։ Ճիշտ է, ով է տեսել դո մաժորով խոսան։ Լա մինորով գոնե։ Նույն բանն է, գիտես չէ։ Հա։ Ուրիշալիքներ։ Այդ ուղղակի իրականում դա Instagram-ում մի հատ էկո համակարգ կա, որտեղ եթե դու ստեղծագործում ես, նաև պետքա լինի ադաչա, որպեսզի դա շարունակես դու մոտիվացված աշխատես։ Իրանք չեն ֆայմում, որ պետք է իրենց սիրած բլոգեր։ Դա ֆայմի հարց չէ, դա ընդհանրապես հիշեցում է, պայմանական հիշեցում է։ Համել։ Ուղղակի պայմանական հիշեցում, հուշում է, Դա գովազդի հետ կապ չունի, որպեսզի գովազդատուն տեսնի, որ ինչ են դեպքում։ Գովազդատուն վճարում է իմ դեմքի համար, ոչ թե դիտումի ու կոմենտի։ Սիրելի ինֆլուենսեր եւ բլոգեր, արդյոք արժի ամբողջ կյանքը ամբողջությամբ դնել եւ ներկայացնել սոցցանցում։ Այդ ձեր առօրյան ինչ է կանում։ Բայց ես ինչքան գիտեմ, իրանց ամբողջ կյանքը իրանք չեն բանանում։ Չեն ընդհանրապես, դաժե Իրան ինչքանով որ գիտեմ, դա Լենային ավելի քիչ գիտեմ, այդ Հայդալեկին, այդ կներեք դա լավ բառ չի։ Հայդալեկին ինչքան որ բերել եմ մոտս տեսել եմ, իր կյանքը ընդհանրապես չի ներկայացնում, էլի։ Նու, մի երկու վիդեո վերել է իր կյանքից, բայց մեծամասը հարցազրույցներ են։ Չէ, իր հենց ինչ որ թե չէ, մի խոսքով շատ քիչ է կամել եղել, էլի հիմնականում ինքը չի ներկայացնում իր կյանքը։ Դե բայց մարդը չափավոր է։ Դե մարդը 100% ներկայացնում է, ես կարծում եմ, չէ, ես հենց չեմ անում, բայց մարդը որոշել է անում է, իրան եթե օքեյ է։ Գնացիք, ում հետ հանդիպեցիք, ինչ արեցիք։ Փաստորեն տազոցը իրանց մոդից է, ես գիտեմ թե մեր մոդ է շուխուր։ Մենք մեր ձենը պրոստը կլսենք, որ մոնիտորինգ ենք։ Իրանց մոդ է տազոցը։ Իրանց մոտ լավ մոնիտորինգ չեն արել։ Մենք ավելի լավ ստուդիա ենք։ Հիվանդացավ։ Մեր կուխնյան ավելի լավ։ Զուգարան նստեցիք, չէ՞, Դու շատ ես չգիտեի, որ այդ արտահայտությունը ես ջերմությունս այսքան է, ես սա չեմ անի, վաղվանից է եւ այսքան օր կպահանջվի, ես կլավանամ, հետո ես լավացա, չէ՞, բազմասերnos տենց կոնտենտեր արժի այդ ամենը ցույց տալ։ Իհարկե արժի։ Դե մարդը հետո ինչ ով չի հիվանդանում, ով ջերմ։ Դու հետաքրքիր չես, այն մարդը հետաքրքիր է, հետևորդները։ Արժի, որովհետև նամակները գալիս են, նամակները մարդիկ գրում են, ինչի ստորի չեք անում եւ այլն եւ այլն։ Դա մարդկանց հետաքրքիր է, այդ կարծրատիպը, որ ասում են զուգարան գնալը ցույց տալ եւ այլն, ոչ մի բլոգեր ես այս աշխարհում չգիտեմ այսքան տարիների ընթացքում իր զուգարան գնալը չէ, չէ, Որովհետև մենք իրեն follow չենք, չէ։ Follow չենք։ Այն որ անընդհատ եթե հայդալեք եք նայես վիդեոն, երբ դու անընդհատ են վիդեոները կնկարես ու կգցես Instagram, չէ, որ մենակ non follower-ները տեսնեն։ Այդ երկուսն մենք ենք։ Ես ինչի follow չեմ անը, գիտես։ Չնայած ինձ որ շատ հետաքրքիր չի։ Okay, բերում է ինչ որ բաներ խնդալու, ինչ որ բաներ չէ, այդ բերածներից, բայց որ ես ինձ սպասեմ, որ այսօր ինքը վիդեո գցի ես նայեմ, ինձ հետաքրքիր չի։ Հատկապես որ գիտեմ շատ ատեղ գովազդ լինելու։ Իսկ ես ուրիշ պատճառ ունեմ, ես որ ինչ որ մեկին follow կյանեմ ու ինքը անընդհատ իմ edge-ից կյանի, ես իրանից կհոգնեմ, որպեսզի քեզանից չհոգնեմ, եղբայր։ Ես քեզ follow չեմ անի։ Հիմա մի րոպե ուրիշ հարց գնանք։ Ես քեզ follow չեմ կյանք։ Այն ինչը որ այդ պահին կարած ցույց տաս, հանգիստ ցույց տուր, ինչ ա եղել ոչ։ Չէ, բայց այ կա սահմանապատում թեմատիկ, սահման, ասել լավ, մարդը հաց է ուտում, մարդը վատառող չէ, մարդը չգիտեմ, իջել է, քայլում է, գնում է հաց առնելու, այդ ամենը պետք է ցույց տալ։ Հա։ Որտեղ հետաքրքիր է մարդկանց։ Իրանք քեզ հետևում են հենց դրա համար ու բլոգերը հենց դրանով է տարբերվում շատ այլ մեդիա մարդկանցից։ Նույն TV-ից։ Դե մեդիա մարդիկ էլ են, չասա երբ չի, հայտնի ցույց է տալիս իր ամբողջ օրենքը։ Չէ, նկատում եմ օրինակ TV-ով դու նման բան չես տենում։ Իսկ TV-ով չէ, էլի story բաժնում, երբ չի ցույց է տալիս իր կյանքը։ Միևնույնն է, էլի անկեղծ են տեսնում, այսինքն մարդուն միշտ տեսնում են անկեղծ։ Բայց ոնց է որ փոքր տարիքում միշտ մտածում են ուսուցչուհին չի գնում զուգարաներ, միշտ այտենց մարդիկ էլ որ TV-ով մեկին տենում են, մտածում են ինչ որ շատ անհասանելի մեկն է, որ իրան դաժե չէ կարա տենակ, բայց երբ որ ինքը սկսում է Instagram-ով sense անմիջական շփվել իր հետևորդի հետ, հետևորդը իր հանդիսատեսը իրան ավելի մոտ ազգում է մարդուն, մտերմիկ ազգում։ TV, չգիտեմ ինչ է, բայց դուք համացանցի մարդ։ Բայց դերասանն էլ է, չէ, այսպես ստորիանում ասում է սիրելի հետևորդներ այսօր թավարություն հնչվում է։ Ես իհարկե վատառող չեմ, համերգս օրինակ չեղարկում եմ, անում է, չէ,
ստորիներ։ Ժողովրդավարություն ասեցի կամրա Ասենք էլի անց Դիկտատուրա կոչ։ եկեք չխորանանք։ դառնանք քաղաքականությանը մի փոքր ակնար կայ մեծ հումաների դիմաց քաղաքական գովաստ։ Եթե իմ Չեմ ասում հայաց որ թիմին եք հարում դա բացարձակ։ Եթե ես հարում եմ այդ թիմին, ես կանեմ քաղաքական գովաս։ Իսկ գուցե կորցնես մի զանգված, որը չի հարում այդ թիմին։ Ինչ անեմ։ Դա ես այնպես Այսինքն դու թքած ունես գո հետևորդների վրա։ Ես մարտո տեղն եմ կսեյմ։ չի ինչ որ իմ ձայնը ծախեցի կամ եւ այլն։ Եթե ես համաձայն եմ այդ մարդկանց քաղաքական գործունեությանը ու ըստ իս դա իմ երկրին լավ է, ես կանեմ քաղաքական։ Բայց դու բարձրաձայն ես ասած, որ ես հարում եմ ես ինչ թիմին։ Դե եթե տեսնեն որ ասում եմ գնացեք ընտրեք համար։ Դու Չէ, բայց կորցրեցիր, մի մեծ րոպե, էլեկտորատ։ ասենք հակառակ թիմը քեզ առաջարկում է 10-նապատիկ ավել գումար։ Չէ։ Չէ՞։ Տենց սկզբունքային, հա։ Հա, եթե այս պահին օրինակ այս թիմը իմ թիմն է, ում ես իմ ձայնը տվել եմ որպես քաղաքացի, ես օքեյ եմ նաև բնականաբար ռոպագանդեմ, որ իրան ավելի շատ մարդ ձայն տա, որովհետև ես իրանց ներկայացրած ծրագրին համաձայն եմ, կողմ եմ։ Բայց դու չլինելով եւ դուք չլինելով, այս դեպքում երկուսի հետ խոսեմ, դուք չլինելով քաղաքական գործիչ, չընկալվելով այդ խնդիրների, արդյոք ձեր այդ բազմա հազարանոց աուդիտորիան միգուցե ձեր սխալը, որտեղ շատերս կարող եք սխալվել, չէ, ես քաղաքական գործիչ չեմ, բազմիցս սխալվում եմ։ Լինում խափված, լինում եմ մի խոսքով։ Այ արժի դա անել եւ այդ մնացածին ուղղորդել միգուցե սխալել կամ կորցնել։ Ասեմ, նախ քվեարկող մարդը արդեն իսկ 18-ից բարձր անձ է ու ինքը ամեն դեպքում պատասխանատու է իր Եթե իր ձայնի համար, եթե ինքը նման հայացք ունի ինչ դու ու օքեյ է ինձ թվում է, եթե ինքը չունի, դու ինչ էլ անես չես համոզի հաստատեք մարդուն։ Ես ստացել եմ օրինակ քաղաքական գովազդի առաջարկ, ես մերժել եմ, քանի որ ինչի համընկնում իմ հայացքների հետ։ Ես այդ ուժերին օրինակ ինձ որ ես շատ մեծ գումար կարայի պահանջեի բնականաբար։ Մենք ունենք բլից ձեզ համար հատուկ դուրս չգալով մեր ամբուայից։ Հարցրել են արդյոք բարեկամները Գյումրիում կամ Ջավախքում, կամ մի նորմալ գործ չունեն։ Սաղ չգտանանք գալացի։ Փոստորը Ինչ չեն հարցրել, լավ բարեկամներ ունեմ, adekvat, նույնիսկ ուրախ են, հետևում են, զանգում են մամային նորությունների մասին, հարցնում են, ինչ կա, բայց ինչ եղավ, տվաբար չա։ Ինչու ենք որ տեսնում են, ինչ են հարցնում։ Չէ, ավելին չեն տեսնում, հենց դա այն Ավելին են ուզում իմանալ։ ֆիլտր կա որոշ չափի, որը չի ասվում։ Ցույց չենք տալիս։ Նույնը ինձ մոտ իմ ծնողներն էլ, հարազատներն էլ ավելի են ուրախանում։ Ինձ ամենակարևորը ձգտող կապ չունի հիմա ներկայային ինչ փուլում է իր կյանքի, բայց ձգտում ունենա միշտ։ Ու նաև ինչը չեմ սիրում, դա սուտ խոսալը։ Միայն դա չլինի, հա։ Շատ Կոնտենտի մեջ։ Չէ, Գումար պատված։ Ցելի օր անցավ մեր մոտ։ Այս քատից հետո ցելի օր անցավ, մենք չգիտենք ինչի մասին է խոսքը։ Հա։ կամ շահած։ Կակ եւ եթե կակ, ապա Ինչ որ չէ, չկամ։ Ես կաս։ Դա չի խաղում Տիգրանը, ոնց կլինի, հա, խաղում ես։ Որտե՞ղ խաղում։ Խաղադրույք չես արել։ Լոտո չեք խաղացել տունը։ Կարդ բան, ոչինչ։ Միայն վարել եմ բինգո։ Դուք եք վարել բինգո։ Խաղերից մեկը։ Պարտված կամ ցավոք։ Մեծեր։ Այո։ Շահած Հա, չէ։ բաստուն այդ գումարներն է, որ արագ ասում եմ վճարի, տանեմ Չէ, ուծեմ։ այդ իմ գումարներն են։ Հա։ Էլի կանես։ Թե այն նորից անում։ Չէ, այդ մի սխալը, որը կյանքի sense մի հատ պիցա Բայց թողնում։ կարողացել եք ձեր բազատվել է խաղամոլությունից։ Խաղամոլությունից չէ, այդպիսի փորձանքների մեջ ընկնելուց, այո։ Հարազատներից, մամայիս ու պապայիս շնորհիվ կարողացա։ Հա, ազատնի տեսակ ես։ Այո։ Լենա։ Ես կամ շահած։ Քանարել դա։ Ինչ-որ ես խաղում եմ, լավ է, օքեյ։ Մենակ շահում։ Ես երեք լավ գրել եմ։ Չէ։ Տենց ունեմ փորձ, բայց Շահել ես։ Պարտված դուրս չես։ Մի արեք այդպես չի խրախուսում։ Այո։ Գիտես ես ունեմ փորձ։ Հա։ Անգամ դա bookmakers-ի сайт։ Միամիտ սխմեցի բարձր ինչ որ թենիսի ռանդոմ մաչ եմ դրա, գրեցի հանեց այդ փող 20 ռուբլի։
Եղբայրները քույրերը ինչը հաճախ չեն կիսում։ Ծնողների սերը, չէ՞ ինչ ուզում խորը ունեցվածքը, չեն ստորագրում տունը։ Կիտկատը չեն կիսում։ Եղբայր ունեմ, բայց ամեն ինչ են կիսում։ Ես էլ։ Շատ sense եղբայր, ոչ մի բան չունենք, նաև ընդհանուր նաև որ ստիպված լինենք կիսենք։ Ինքը բլոգեր չի։ Չէ։ Ինքը արհեստավոր է։ Մրցում եք եղել, ով ավելի շատ գումար աշխատում։ Ինքը։ Հալեն, նույնն է պատասխանը։ Հա, ես էլ բան չունեմ կիսելու քրոջս հետ։ Ծնողներս էին կիսել։ Ամուսնացը գնացել է։ Երբ գովազդատուն վերևից է ձեզ նայում եւ արայով աղջիով է խոսում։ Ես չեմ ունեցել։ Ամենայն դեպս մի տեսակ ոչ այնքան հարիր։ Վճարել է, Հա, այնպես, այսպես, հա, փողատեր է, ասենք փոքր բիզնես, բայց իրենց մեջ է դիրում, չէ՞, անկիրտներ, այդպես է խոսում, ասում փողը տվել եմ։ Այսպես արա։ Ես էլ լավ sense ժողովրդական մարդ եմ, ես ամեն մեկի հետ նույն ձև եմ խոսում, ոնց իմ հետ։ Այսինքն բոլորի խոսել, հա, բայց վատով չէ, այսինքն եթե ինքը այդպես խոսացող է, ես էլ այդպես խոսույթով կխոսամ իրան։ Նույն բառամթերքով։ Լսի, իսկ չեք հրաժարվի ամեն դեպքում։ Բայց Տիգրանի հետ օրինակ հարսանիք է եղել, Տիգրանի հետ ինչ որ մի մեծահարուստ այդպես մի քիչ այն չի խոսացել կինը, ոչ թե այն չէ, այլ տոնը պարզապես դուրս։ Ոչ թե տոնը, այլ ներկայացել որպես ինքը ասում է, ես հրաժարվել։ Հիշեցիր, չէ՞, մասին։ Ես հրաժարվել։ Եթե ակնհայտ ինձ վիրավորի, Վիրավորել չկար ընդհանրապես, ես հասկացա, որ ես ուղղակի չեմ ներգրավի այդ միջավայրում, որտեղ մարդիկ նման մտածելակերպ ունեն։ հա, չէ, այդ ժամանակ էլ իմ մոտ էլ մի անում աստղային է, ես ասում եմ, ես աստղային չեմ, բայց այդ վաղ Ես չեմ մտակրվի այդ միջավայրը իմ։ Չէ, բայց ի՞նչն է դու սնոբիզմ։ Եթե մարդիկ մոնատ կուկան վրա դու Մոնատ չի եկել։ դες մեծահարուստ մարդիկ մի տեսակ են հետը խոսացինք, Ինքը սնոբարի ասաց։ կապ հա ճիշտ է, դու կապ չունի, դուք սնոբ եք։ Այդ հա, սնոբ եմ, նորացեք ինձ եք կան, չէ, ես դի ինչ է որ։ Մեծա կարծիք մաշտիկ։ մեկ եք գովազդի, որ իրանք էլ իշնեն, մի հատ կան Ես չեմ ունեցել նման փորձ անկեղծ ասած, որ ինչ որ վատ վերաբերմունք լինի, իրոք։ Ինչ որ տենց եղել է խոսանք բան, ինչ որ միտեղ չհասկանանք իրար, բայց ինչ որ տիպը տենց պարտատիրականյանի փող եմ տվել դավայ տենց ինչ ասեմ, բթյա տենց բաներ չի եղել։ Քիչած մեզ կմիանամ դերասան եւ կհասկանանք ինչ ունեն կիսելու իրար Ուզում ես գովազդելու կարիք չկա։ Ուզում եմ ինֆլուենսեր եղել։ Ուզում ես բլոգեր եղել, ուզում ես եղել, չգիտեմ, հայտնի մարդ, ուզում ես Մադոննան եղել, ուզում ես ով ուզում ես եղել, Զեգենին ունեցել։ Ջենիֆեր Լոպեսը կգովազդա։ Դերքեմ ես սպասեի։ Կապ չունի, մամայի կերպարն է, լավ, պապ։ Մի քիչ ինձ համար հասկանալի։ Թե լավ սպասի, ես քո երեխան եմ, դու։ Լավ, ես պապան եմ ասում։ Պապ, որ արձակորդները սկսեն կտանես ինձ, բան մի հատ լավ տեղ։ Ուզում եմ այդ տեղը լինի, գիտես ինչպես, հեն որ համ լինի գլեմփինգ, համ լինի այնտեղ բան լինի, ինչ լինի, համով բաներ տան, կարտոշկա ֆրի, կարտոֆիլ, ֆրի, տենց ուզում եմ լինի տենց լավ բնություն ձյուն լինի, լիքը ձյուն լինի, ուզում եմ համով ուտելիք լինի։ Տոնավոր բաներից ես խոսում։ Հետաքրքիր տեղ պարկեն քնենք նայենք Կանոնն է կայացում։ Ուդելիկ։ Չի լինի։ Քո ասածը ամեղ ուտել։ Լավ, խորովածի։ Զբոսնի։ Գովազ դերսը։ Ամրագրել հյուրանոց։ Սա գովազ չէ, նրանց Կարևորը նկարահանվել։ Այսով ես դերասան։ Շնորհակալ Մոջախաղի դերասան Համլետ Չոբանյանը, ողջույն մեր լավ բարեկամ։ Հայտնի Համլետ Չոբանյանը։ Համլետ Չոբանյան։ Life is important։ Տաղանդավոր այդպես են, հա։ Դա է որտեղ։ Որտեղ։ Ես վերջերս մենքան էլ երևի, հա։ Այստեղ Դե բայց դու քո հետ կունես ձեր ասպարեզ։ Մոջախաղի Հետ դերասան։ կունես։ Առանց դրա չէր կարող լինել։ Իսկ գումարը կա։ Չկա։ Հիմա նայ, հաճախ դուք դերասանները մեղադրում եք ինֆլուենսեր բլոգերներին, ես շատ եմ հանդիպել, խոսքը քո մասին չի կոնկրետ, համջան։ Բայց մարդկանց, ովքեր մեծամասնության, ովքեր ասում են, որ այս հարթակում ես բլոգերի հետ չեմ նստի։ Թեման էլ Այդ դու եզակիներից մեկն էր համաձայնվեցեր եկա։ Որ, հա, եւ անգամ որ խոսում են, ասում են չէ։ Եզակիներից մեկը։ Այսինքն Քանի հոգու են զանգել երկու։
Երկու հոգու հա, այն մեկը հիվանդներ է դրա համար չեկավ։ Խուսափում ինչ խնդիր կա։ Չի ուզեցել բլոգերների։ Երևի այդպես չի, որ ես եկա, այսինքն ես խուսափելու խնդիր չունեմ։ Եվ ոնց է բոլորի անունից ուզում ես խոսես, հա։ Հա, ինչ որտեղ բոլորի անունից էլ կարող եմ խոսել։ Ինչ Ես հասկանում եմ որոշ մարդկանց համար երևի ինչն է անանում, որ որոշ մարդիկ մտածում են, որ իրենք ինչ որ ստվեր են գցում իրենց վրա եւ այլն, դա ընդամենը չստացված, բայց մտես մարդիկ դերասանություն են անում, չունենալով չստացված ինքնահաստատված մարդու խնդիրն է։ Այլ հարց է, որքանով է դուր գալիս եւ որքանով դուր չի գալիս։ Ինչ է դերասանին դուր չի գալի բլոգերի գործունեության մեջ։ Այս մարդ օրինակ այնքան լավ դերասանություն անում, Ինչա։ Ինչը դուր չի գալիս դերասանին բլոգերի մասնակ, ասենք Ումձի։ Չէ, դերասանին, ցենց ընդհանրացնում է, որ դերասանին, որ բլոգերին։ Էլ հաստատ։ Ցավոք սրտի ես չգիտեմ, էլ չեմ տեսել, չեմ կարող ասել ինչը, քննարկել, ասել, այս ինչ բանը լավ է, ինչ բանը վատ է, բայց տվյալ դեպքում ասենք ինչ որ վերաբերում է, ես ողջունում եմ ամեն մեկի գործը ինքը իրանով չանձնավոր ենք, իրենց չէ, ընդհանրապես։ Ասենք տվյալ դեպքում մանավանդ իրենց մենք ծանոթացանք, մենք արդեն շատ կարճ ժամանակում հետաքրքիր բան։ Սպոնսորների գումարները բան արեցին բացարձակ իրանց դեմ բնականաբար բան չեմ կարող ունենալ, ոչ էլ ծանոթ ենք, բայց այստեղ ամենակարևոր բաներից մեկը ինչ ինձ դուր չի գալիս, եթե կոնկրետ բլոգերն է, թե ինչ որ մի անձնավորություն, որ ինչ որ բլոգ է վարում եւ այլն, այդ ամեն ինչի մեջ փորձում է ինչ որ դերասանություն անել, վատ է գնաց սկանդալ ու արվում է դա ոչ պրոֆեսիոնալ դա իմ վրա ստվեր չի գցում, դա իմ խնդիրը չի, որ ինքը ոչ պրոֆեսիոնալ է։ Իմ խնդիրն այն է, որ նման տեսակի բաներ նայելուց հետո, երբ որ տեսնում են ցածրարժեք հումոր, վատ խաղ եւ այլն, ու հետո դրանից հետո ինչ որ մարդիկ, երբ որ իմանում են չճանաչելով ինձ, երբ որ իմանում են, որ ես դերասան եմ, հա, մայմունություն կենեք, հա, այդ տարբերակի մեջ արդեն նախ իմ կարծիքով դա Իչև բլոգերներն են ասել դերասաններին, ու նենց չի բլոգերները հայտնվեցին նոր դերասաններին սկսեցին տենց անել, որտեղ բլոգերները վատ են խաղում, հետո էլ կներեք այդ մայմունությունը ու իր ասած չէ մայմունությունը չէ վատ հումորը ու վատ խաղը, կարա թատրոնում էլ լինի, կարա կինոյում էլ լինի, ամենտեղ կարա լինի։ Ու դա ավելի վատ է, քան բլոգերի տիպը խաղը, որտեղ ես այնքան էլ չեմ անցնում բլոգերին։ Խաղ։ Ну Ինչ է լավ բլոգերը դե հայդալեկը կնկարի իր վիդեոները ինչ կնետա սիտուացիայում հա կարող է ինչ-որ ձևով խաղում է, բայց ինքը այդտեղ իմ կարծիքով դերասանություն չի անում։ Ինչ-որ կերպարի մեջ եմ դերատանջ մի քիչ ուրիշ բառ, երևի այդ բառը չեմ գտնի, բայց հուսամ դուք ինձ հասկացաք։ Ես մտածել, որ այսինքն նրանք արժեքազրկում են, ինչ վատ է, որ արժեքազր ես հասկանալով այն մարդկանց, որոնք չեն ուզում եւ այլն ինչ որ Ես եմ Հայաստան հումորային քանի պրոյեկտ կա, որ լավն են, կարգին հաղորդում, վիտամին Տեղից ով է կոնկրետ հումորիստի գծով սորված կամ դերասանի գծով Շատ քչերը չէ, ոչ մեկ կար Ну, կան երևի կլինեն Բայց ինչքանով որ տեղյակ ենք, շատ քչերը։ Արամեն Պետրին դեղագործ է, բայց համ հումորիստ եղավ, համ երկիչ։ Խնդիրներ ունեն։ Մեծ մասը вообще կավենի է ժողովուրդը բժշկականից է։ Վարում է Արսենը։ Կավենից են շատերը։ Արժեքազրկում եմ ես։ Ինչ ուզում են թող անեն։ Նույն բլոգերներն ասում են, եթե ժողովուրդը ինդիկատոր է, չէ, շատ լավ զգում է եւ զգայուն է, ժողովրդի չես խաբի ամեն դեպքում։ Եթե դուք այդքան լավն եք, հա, ուսում եք, բայց ինչու մենք այդքան շատ հետևորդներ ունենք, ինչու են մեզ վճարում գովազդի դիմաց, ինչու են մեզ առնում բարի լավ իմաստով։ Իսկ ձեզ ոչ։ Դուք պահանջարկ չունեք, եթե այդքան լավն եք։ Իրենց գործունեությունը ուրիշ է ախր է։ Հիմա իմ կարծիքով ավելի շատ դերասաններ ուզում են մտնել նաև բլոգերություն ու իրանք դրանից են ներվում որոշ դերասաններ, որ իրանք ավելի օրինակ, որովհետև իրանք ասենք թե
5 տարի առաջ կամ 10 տարի առաջ Instagram-ը այդքան շատ չէր, ու իրանք իրենց հիմնական գործունեությունը, իրենց, չգիտեմ, թատրոններ, սերիալներն էին, պրոյեկտներն էին, ու ոնց ասեմ, իսկ հիմա գովազդատուի համար ու Instagram-ի գովազդատուի համար կարևորը ֆոլոուերները նաև։ Իսկ այդ մարդիկ չունեն այդ ֆոլոուերները, բայց կարող է եւ իրանք ավելի մեծ բանակ ունեն, պրոստը, չգիտեմ, նոր են գրանցվել, այդքան չեն հավաքել կամ ինչ-որ, չգիտեմ, ակտիվ չեն այդ հարթակում։ Մի խոսքով social media marketing-ը չի դեն ինչ է։ Հա, ու ոնց որ դերասանի գործունեությունը ինչ չի, որ կան իր մոտ գովազդանեն։ Ու այդ էլ կարա լինի, այտենց եղել են այն ժամանակվանից դերասաններ, որ համ դերասան են, համ էլ ինչ-որ TV գովազդների մեջ են նկարվել։ Բայց այդ մի քիչ ուրիշ է, Instagram-ի գովազդը մի քիչ ուրիշ է, էլի։ Թատրոնը գովազդ չի ունի։ Հիշելով թատրոնը իր գովանավորներն ունի։ Հակադարձում։ Ասեմ։ Նախ ահավոր չեմ սիրում այդ բառը հետևորդ։ Դե հիմա այսօր այդ բանն է։ Ասենք ես համ հետև, համ ворդ։ Երկու զզվելի բան։ Այն ինչ որ ինձ կարող վերաբերվի, կասեմ համակիրներ։ Ես ավելի շատ կնախընտրեի այդ բառը։ Ինչպես աղջիկս է ասում, դու հին ես։ Դա էլի քաղաքական տերմին է համակիրը։ Համակիր դե այն մարդը, որը հետևում է նաև, եթե այդ բառից է, հետևում է քո գործունեությանը։ Եթե այդ մարդը իմ կարծիքով, եթե այդ մարդը համակրում է քեզ, դրա հետևանքով է քեզ հետևում քո գործունեությանը։ Դրա համար ես ավելի սիրում եմ համակիր բառ, շատ ավելի գեղեցիկ է հայերեն։ Հա, հիմա դա ինչի համար ուրիշ տեղ չի տանում, էլի։ Դա տպավորություն այլ է։ Ասում ես ճիշտ է, հետև եւ ворդ բառը Դուք ով եք, որ գումար ենք աշխատում։ Դուք խնդիրը դրել եք գումար աշխատելու վրա, դուք գումար եք աշխատում։ Դիպլոմն է կարևոր չի, չէ՞ դիպլոմը։ Հա, հիմա ցավոք սրտի, հիմա ինքը իր համար ասում, ես միջև այս լսում էի խոսակցությունը, շատ բաներ կար, իր ազնվությունն է ինձ բաներից, որ ասաց, ինձ համար բան չի եւ այլ, ես հասկանում եմ իր համար ինչի համար բան չի, բայց այդ դիպլոմ չունենալը ու ինչ որ նոր եկող սերունդի համար, որ տես դիպլոմ չունի, ինչի սա պետք է դիպլոմը ու սովորելու կարիք չկա, այդ սովորելու կարիք չկան, այդ արդեն դեգրադացման բան է, այ ամենահիմնական բանը, որ ես դեմ լինել կամ էլ համաձայն չլինել։ Բայց ճիշտ կսա։ Հա։ Ինչ որ շկոլա է պետք։ Համաձայն եմ։ Այդ շկոլա է պետք, օրինակ հենց այդ կավենի մասին խոսացինք, իրանց համար այդ բժշկականը շկոլա էր, սաղ այդ տաղանդավորում միջավայրը նաև պետք, դու գնում ես այդ, այո, գիտական, կրթական միջավայր, որ շատ կարևոր է։ Socializing. Networking. Social network. Նույն բլոգերության եւ նման տեսակ, ես TikTok-ներին եւ այլն։ Դա այն է, որ մեր հասարակությունը դրանով ցավոք սրտի դեգրադացում է ապրում։ Բայց այստեղ ես մի հատ լավ բան հիշեցի, մեր դասախոսներից մեկը, չեմ հիշում, ընդհանուր համալսարանում դասի ժամանակ էինք խոսում թե ինչ, մի խոսքով ինքը այդ TikTok-ի բաններ բերում, օրինակներ բերում, որ ասում են շատ են հիմա քլնգում, բայց օրինակ ես որ բացվում իմ TikTok-ը, ինձ օրինակ սկզբում բերում է չունեմ աստղաֆիզիկայից ինչ որ բան, հետո ես ինչ որ իմ հետաքրքրությունների շրջանակում այն նրանից ու այն նրանից, ու ես դրանից մենակ ինֆորմացիա եմ օրինակ ստանում։ То есть դու կարես դա լավ օգտագործես։ Հա։ Ու որ բացես լիքը մարդկանց TikTok-ներ, բոլորին է ըստ իրա իհարկե նայածների է ու այդ ալգորիթմը բան է անում, հասկանում է դու ինչ ես նայում ու դու կարես լավ կոնտենտ սպառես։ Հաստատ։ Ակամ մեր պրոբլեմն է։ Դեգրադացում։ Դու քո լավ գործ արաք նկարի գցի TikTok, ինչ ես անում։ Այդ տաղանդավոր գործերը։ Որովհետև ես հետաքրքրված չեմ այդ TikTok-ի դաշտով։ Այտենց էլ հիմա ասացնում չէ, դա դեգրադացում չէ։ Նայեք, տեսեք, իմ եւ ձեր տարբերությունը ինչն է։ Եթե ես ինչ-որ մի բանով զբաղվում, ասենք իմ արվեստով զբաղվում եմ, ես զբաղվում եմ ոչ միայն իմ մասնագիտությունն է եւ դրանով ես ապրում եմ, հա։ Ոչ միայն ես իմ մասնագիտությունն է եւ դրանով ապրում եմ այդ խոսույթի մեջ, այլ նաեւ այն բանի համար, որ թե ինչի համար եմ ես ապրում, որ ինձանից ինչ որ մի բան թողնեմ այս աշխարհում։ Դու չես թողել։ Համար մեկ բաներից մեկը ինձանից
Ես ապրում եմ այս խոսույթի մեջ, որ ինձանից հետո մի բան թողնեմ, այս ինչ որ Legacy-ի մասին խոսամ։ Դե հասկանում եմ ինչի մասին եմ խոսում, բայց Որը մարդը TikTok-ում էլ ժառանգություն տա։ Բոլոր վիդեոները տոնում են ժառանգությունը։ Դե որովհետեւ գիտես ինչ է։ Իրար հետ չհամեմատվող բաները բերել են համեմատում են, իհարկե։ Դա է ամենակարևորը։ Մի չունեմ բերես թենիսը համեմատես Ճաշ սարքելով այդ որ լավ։ Ես կուզեի դիքսի ենը մտածի դեբիլություն կսեմ, լավ թողնել։ Եվ նաև ինչ որ մեկին օգնել, ժողովրդին օգնել, երբ որ ես բեմից խաղում եմ եւ ժողովուրդը հաճույք է ստանում, ժողովուրդը լցված է վերադառնում, ժողովուրդը ասենք երբեմն երբ որ շփվում են գալիս են, երեկո օրինակ համերգից հետո մարդիկ եկել շփվում են ողջավորված, զգում եմ որ դրանից մեծ հաճույք են ստացել, ասում են լսվել ենք ինչ հաճելի է, այս ամեն ինչը շատ երկար իմ հետ գնալու է, ապրելու ենք այդ էմոցիաներով, այդ տպավորություններով։ Ես հասկանում եմ, որ ինչ որ մեկին ինչ որ մի բանով լավություն արեցի, ոչ թե մենակ մենակ իմ գումարով ապրել եմ։ Այս մարդիկ չգիտեմ, կարող է տոպոյ օրինակ մտքովս անցավ, բայց իր այդ հայդալեկի օրինակով գովազները չէ, խառը ինչ որ տեղերի անում, կարող է X գովազդը այդ մարդը տեսել է, իրան պետք է եղել։ Իմացել է դրա մասին, ու տենց օգուտ ա եղել այդ մարդուն։ Ու պլյուս փոքր բիզնեսն էլ իրենց օգուտ ունի։ Ինչի է բանանում, որ ինքը ես համաձայն եմ այդ թատրոնի տված էմոցիայի եւ կարեւորության եւ այս ամեն ինչի հետ լրիվ համաձայն եմ, բայց պետք չի դա համեմատել նրա հետ, այնի ասել, որ իր շահի հետևից է գնացել, փողի հետևից է գնացել։ Կներեք, բայց ինչքանով ես տեղյակ եմ, թատրոնում աշխատող շատ դերասաններ կողքից լիքը գործ են անում, որովհետև թատրոնը այո իրենց հոգու համար է այդ աշխատանքը, բայց նաև պետք է ընտանիք պահել, կներեք, ինչքան էլ տենց վեհ բաներից խոսենք, բայց եթե երեխեդ սոված է կամ չգիտեմ, դու սոված ես, մամադ սոված է, պապադ սոված է, մի քիչ չգիտեմ Բայց մեզ դրսում տեսնում են, ասում են, վայ, գիտեք չէ, որ տրամադրություն չեմ ունենում, ձեր վիդեոները նայում եմ, ուրախանում եմ, այսինքն նույն էմոցիան ապրում է։ Ուզում էի գայի դրան։ Ուրեմն էմոցիաների տարբեր։ Հիմա էլ էմոցիաների տարբեր։ Ցավոք սրտի մեր հասարակարգը անցել է նրան, որ մենք այս հեռախոսների մեջ մտածենք ու մարդկային շփումը բացակայել է։ Այս ամեն ինչը ինչքան գնում է մեդիա դաշտ ու հեռախոսների եւ այլն այս ամեն ինչի ինտերնետի մեջ ենք շփված լինում, մենք կորցնում ենք մարդկային շփման ամենակարևոր ֆակտորը։ Դա արդեն ուրիշ հարց է։ Մենք հիմա այլ բան է որ։ Ինչա։ Դա լրիվ ուրիշ հարց է արդեն։ Ինքնին հագասած։ Էմոցիաները տարբեր են քսե։ Հա, էմոցիան տարբերավոր իրականում է, որ բանի մեջ է։ Ինչ ուզենք վարցնանք։ All due respect Մենք ես մարդուն դե ոչ մի բան չունեմ, պրոստը ասածները մի քիչ շուտ հատուկ պրոստը բլոգերների դեմ խոսում։ Բանով շփվենք, այլ բան է, որ հիմա այսպես ենք շփվում։ Եվ ի վերջո բեմում արվեստ է, արձագանքում են, իսկ հեռախոսում չկա այդ արվեստը։ Այո, այդ պահին ասենք թե կարձագանք են, կարանտիծաղ եւ այլն, դու այդ ամեն ինչը կոնկրետ արդեն շատերի համար դա անբացատրելի է, որ ասեմ, գիտեք ինչ, թատրոնում խաղալը։ Մարդիկ կան, ովքեր ինտերնետով ցույց են տալիս, թե ինչ նոր ցուցահանդես կա, ինչ թատրոն կա, ինչ ֆիլմ կա, ինչ թանգարան կա, որ կարող եք գնալու Դա ինտերնետը պատմում են հենց Instagram-ով, հենց բլոգերներ, իրանք կարող է վատերին են հետևում, գիտեն այդ բան։ Լայն պլատֆորմը, ինչ ուզես գտնես։ Գնաս թատրոնի մասին բաներ գտնես, գնաս այդ իրանց ասած պարային թրենդները մենակ նայես։ Հիմա ով է մեղավոր, որ դու մենակ էդ ես նայում։ Այդ անողը անում է իր աուդիտորիայի համար։ Իր աուդիտորիա խոսում կրակ։ Իր աուդիտորիայի համար։ Այլ բան է, որ դու հանդիսատեսին զգում ես ու հանդիսատես։ Միջանոց է թե դու կնայեք ու կսեկալ սպանի դա հերիք պաուզատաս լսպան գլսենք օրիգինալ վիդեոյի օրիգինալը նկարագրության բաժնում է։ Իջեք նայեք առանց պաուզաներ։ Հա, արագացրեք։ Էս մեր ռեակցիան է, ինչ որ մարդու կարող է հետաքրքրել, ինչ որ մարդու կարող է չհետաքրքրել։
Դες քեզ ես գում։ Այդ անդեր Հիմա դու ինչ ես ասում ես Իրոք դա այլ բան է, բայց Հիմա չզբաղվում ես մարդիկ իրենց գործով Ես չեմ ասում չի կարա լինի։ Կմարտաստաններով կոպաստանել։ Սենց սկսեցի, ես չեմ ուզում այպանեմ բլոգերներին, բան եւ դրա կարիքն չունեմ, որովհետեւ Այպանել ինչի՞ է։ Դրոցում ասի, այ բանել, քիչ ծև ասած։ Այ բանել, բնովել ես իմ այդ բաները ասել։ Հա։ Չկան որ Հասարակարգ է այնպեսի, բացառված չի վաղը մյուսօր ես էլ դրանով զբաղվեմ։ Եթե ես գտնեմ, որ այդ իմ արածը այդ ձևով ավելի ճիշտ կլինի կամ ինչ որ ձևով տեղ հասնի, իմ ընկերներից կամ այս նկարելը թե բեմում խաղալը։ բնականաբար Բեմում։ Չէ, ես բարձրապես ուզում։ Հա, սրա համար ոնց որ ասեցի կրթությունն այդքան էլ պետք չի, հա։ Հիմա դու կարող ես հանգիստ անել, դնել անել այդ ինչ որ անում ես, կարող ես։ Հա, կարող եմ, բայց Ինչ։ Այդ մարդու հետ էլ է բանով խոսում բացում։ Հիմա դու ուրեմն ասես կարաս անես։ Այս գործը սկանդալ է։ Ինքը կնա դաժե թեմա չունենա հյուրերի հետ սկանդալն է, այս մարդու է մյուս հաղորդավար սկանդալն է, բայց ինչ գեշտ կոստյում ես հակի դոս։ Չեմ կարողանում հարգել դրանով զբաղվել։ Ես դա ինձ համար էժանագին, այն ինչ որ ասում է, էժանագին, ինձ համար կոնկրետ էժանագին է։ Մենք անում ենք կոնտենտ, իրանց օրը լսկում ենք, զվարճացնում ենք ու մենք դա էժան չենք համարում, դա մեր համար էժանագին չի։ Ասեմ ավելին, դա շատ թանկ վարձատրվող բանա պրոդուկտա, որի համար մարդիկ վճարում են, որպեսզի այդ պրոդուկտի մեջ հայտնվեն։ Ու հետո այդ էժանագին չի։ Նույնը թատրոնը ինքը որոշել է, որ ինքը յուրահատուկ է, բարձրակարգ է, չգիտեմ ինչա, օքեյ եմ, դա արվեստ է, ու արվեստ է, ես դա երբեք չեմ արժեզրկելու, դրամ չեմ կպնելու, չեմ հեշտելու, դա մասին խոսք չի գնա, բայց ինքը մնացել է այդ բուջուր թատրոնի շենքի մեջ ու չի ուզում դուրս գա, մտածելով, որ մարդը պետք է գնա այնտեղ։ Ոչ, ժամանակները փոխվել է, նաև թատրոնը պետք է գա, հասնի մարդկանց, որովհետև լիքը մարդ իմ տանը Սխալ։ Ասկզբից ցավ չեմ ուզա արժեզրկեմ, բայց Բայց մի քիչ արժեզրկում է։ Ալա դե դու ասացիր էժանարի ասեմ։ Բայց օրինակ ոչ անգրագետ են, ոչ էլ, չգիտեմ, էժան բան նայող են։ Իրանք թատրոն սիրում են, բայց իրանք թատրոն չեն գնում։ Շրջիկ թատրոն կալիվների վրա։ Բայց կարան գիտես որ չեն գնում։ Կար հերոստա թատրոնը, որը բերում էր հերոստատեսությունը։ Ես դրա մասին մի քիչ առաջ ասացի, որ երբ որ մեծ սերունդը համագործակցում է նոր սերնդի հետ, դա շատ ավելի արդյունավետ կարա արդյունքի բերի։ Սերունդների բախում գոյություն չէ։ Շատ նոր թատերական մի խոսքով մի քիչ իրանք իրենց տեսանկյունից մասով այո համաձայն եմ այդ աղմուկի հետ որ ես հատվածի շուրջ գնաց։ Նյա։ Օրինակ եթե ես հիմա բայց կացվեց որ շատ նեղված խոսած կարող է դրանցան է։ Իրար հետ ինչ որ գցենք վիդեո, դա կարա օրինակ բերի այն, որ դեպի թատրոն իմ հետևորդը, որը որ տարիքով փոքր է, գա ինձ լսելով դեպի թատրոնը։ Ես հələ էլի են սերունդն եմ, որ փոքր տարիքում ինձ տարել են թատրոն, բայց ես չգիտեմ հիմա երեխաները вообще գիտեն թատրոնը ինչա, գնում են թե ոչ։ Օրինակ ես տեսել եմ կամերային թատրոնի age ուներ, այնքան հետաքրքիր են վարում, այսինքն ժամանակակից ձևով են վարում, շատ հետաքրքիր ու միշտ sold out։ Այսինքն դուք Օրինակ Մոցարտի օպերաները երբ եղել 300 տարի առաջ։ Ինչի համար ես հարցնում։ Ուրեմն օրինակ Մոցարտը չես գնաս բանս մոդեռն ձևով ներկայացնես ինչ որ sense նույնն էլ կլասիկան գրականության առումով այսինքն դու կարաս օրինակ բանը վերցնի ռեժիսորը չգիտեմ սցենարիստը վերցնի հիմք որպես այդ գիրքը ու դրա վրա ներկայացում մի քիչ ժամանակակից կամ ֆիլմ ժամանակակից ձևով բայց դա ոնց որ դա ունենալու է իր դերը գիրքը կլասիկան ունենալու է իր դերը ու գուցե ժամանակակիցը օգնի նպաստի որ գնան սկզբնաղբյուրը կարդան բայց ոնց որ հնությունը դա լավ է դա ինչ որ առումով հա այսօր գորվա բոշկերը լավ է համով գինի եթե հինան չի նշանակում որ արդիական չի գիքսե կամերային թատրոնը նորովի հա այդ ներկայացման առումով հա գուցե դրա կարիքը կա հիմա երիտասարդների համար որ տեսնեն կարող է Չէ, ես քսեմ որ մոդեռն ձևով է տողենն։ Չէ, մոդեռն ձևով է ինքը իր, չգիտեմ, էջը որ իմանա, որ sense ներկայացնում։ Չես թողնի խոսամ ախվեր։ Կներես, հա։
Զեմսեմ երկու ձևն էլ օքեյ, ոչ էս արժեզրկի, ոչ այն արժեզրկի, բայց այդ երկուսի հետ չես գնա համեմատես դու բլոգիզմը։ Okay։ Ու ոնց որ պետք չի որ թատրոնի մարդը օրինակ զբաղվի բլոգինգով, թող թիմ ունենա, օրինակ այս ինչ թատրոնն է, իր մարքեթինգային թիմ ունենա, թիմը զբաղվի social media մարքեթինգով ու վсё։ Պարտադիր չի ամեն։ Հիմա այդ տենդենսն էլ կա, ամեն դերասան բացում է իր Instagram page-ը, չգիտեմ, պետք է էջում շատ լինեն, հայտնի։ Ну գուցե հիմա քիչ են նայում այդ TV հաղորդումները, դրա համար պետք է որ ինքը մնա միշտ, չգիտեմ։ Հիմա մի քիչ գուցե փոխվել այդ դերասանների բանով։ Ես միտեղ տեսա, որ ինչ որ դերասանուհի խոսում, որ նայում են նաև ռեժիսորներ, որոշ ռեժիսորներ, թե ինքը ինչքան follower ունի ու դրան կաստինգ անցկացնում կամ չանցկացնում։ Եթե շատ ունի, ուրեմն ընդունում են իրան, եթե չէ։ Yeah։ Չէ, թատրոնը իր կնոյն գործը թատրոնը ավելի որակում են, կրնակ ենեք։ Վերցեք ռեկլամը, այդ ռեկլամի այդ խանութի շուրջ ինչ որ հետաքրքիր բան նկարեք, սիտուացիա նկարեք, գցեք։ Դաշը դիպ ոնց որ չի, ինչի իրար թատրոնը իր գործն ունի, ու այո շատ կարևոր է, այն էլ չեմ կարա ասեմ շատ կարևոր է, բայց դա էլ իր կարևորությունն ունի։ Այո։ Պատրաստ եք համագործակցություն ամեն դեպքում դուք միշտ Բայց արշավելու արվեստի դեմ։ Այդ արվեստն է հենց արշավելու դեմ համարելով դեգրադացիա։ Եկեք համագործակցեն, կանեք այդ քայլը։ Հա ինչի՞ չէ, բայց մենք համագործակցում ենք տարբեր ներկայացուցիչների հետ գովազդելով։ Նույն մի քանի տոմսը դերասանը համագործակցի թե չէ, դերասանը չի համագործակցի։ Մարդը ժվծած բան բլոգերը գաշողերը։ Ուրեմն տեսեք իրանք զերծ են պահում ու հետո ասում են Տեսեք ինչու են ասում, ժողովուրդն ասում, որ արձագանքում է լայն զանգվածները ավելի արագ արձագանքում են դեպի անորակություն, այլ ոչ դեպի որակը։ Ինչու է դե թող կան որակը անեն դիջիտալում արձագանքեն դրան։ Ընդհանրապես դա է ասվածս։ Ինչու՞ չեք անում դա։ Ես հիմա բացացեք 3 միլիոն բնակիչ է, բայց հանդիսատեսը 1000 է։ Ես հիմա այս իմ դաշտի հետ կապված միած շատ կարևոր բան ասեմ, որ այնպես չի կարելի sense բարձր բաներից նայել ու ասել, գիտեք ինչ մենք բարձր ենք, դուք ցած եք, տենց բան չկա։ Դարերով հասարակությունը միշտ էլ դրան է գնացել։ Հասարակության մեծ մասը, եթե նայենք պատմությունը, միշտ էլ գնացել է ավելի բարձին, ավելի ոնց որ ասում եմ ես էժանագինին եւ այլն։ Այլ բան է, որ հասարակարգը այնպես կարողանա դասավորվի, որ ժողովրդին բարձրացնել այն աստիճանի, որ ժողովուրդը գնա թատրոն, ոչ թե այնքան հետաքրքրված լինի սրանով, որ դրանով բավարարվի։ Պրոբլեմը էստեղ է, որ դրանով է։ Բայց միջև այդ անորակ TV հաղորդումներն են եղել, ու դա էլ է շատ հիմք հանդիսացել դեգրադացման շատ կն է ու ոչ մի բան չեն ասում ինչի տակով են անցնում։ Խոսքը մոռաց այդ բառի անունը։ Դեգրադա, հա, էլի, TV-ն է դեգրադացիա, դուք առաջ թերթն է դեգրադացիա։ Չի եղել էլի, որ էս չի կարելի TV-ով ցույց տալ։ Ցենզուրա։ Ցենզուրա, հա, ցենզուրա լիքը բան չի անցել։ Ու տեղից է սկսվել նաև դեգրադացիան, ոչ միայն միջև էս հեռախոսները էլի։ Դժվար է ասել, որ դեգրադացիան կոնկրետ կամ դեգրադացիան առհասարակ։ Ես TikTok նայում չնայում, ես մեկը դեգրադացիա բացի այդ շատ ջահելներ, շատ ավելի ինչ ասեմ, համ հասուն են, համ ինտելեկտուալ են, համ մի խոսքով զարգացած ու կրթված են, քան էլի այդ սերունդների բախման թեմային ենք գալիս։ Այդ չի։ Հա։ Շատ էլ լավ սերունդ ունենք, որ քիչ էլ չգիտեմ։ Խփան։ Բավարարվում ու խնդրեմը մի ուրիշ բանում է, որ ամենախայտարակ բանն է, ինչի համար եմ ասում, որ դեգրադացվում է։ Ես դասավանդում եմ եւ ուսանողներից մեծ մասը հեռախոսի մեջ են։ Արդեն հասնում եմ մեկ-մեկ այն բանին, որպեսզի ինչ որ մի բան իրենց գլուխը մտցնելու համար, ես ասենք փոքրիկ դեսպոտիկ բաների, ասում եմ հեռախոսների բոլորի սեղանին։ Այս սրա դեմ կներեք, բայց ես հարցում եմ ինչ մի բան կասեմ, մենք շատ դասախոսներ ենք ունեցել, որ իրենք այնքան հետաքրքիր են դասը անցկացրել, որ կուրսի մեծ մասը դաժե այն չլսողները այդ դասախոսին լսում էին։ Այդ էլ կապ ունի, թե դու ոնց ես դաս ներկայացնում։ Չեմ ուզում ամբողջ պատասխանատվությունը դասախոսի վրա դնեմ, բայց նաև դա կարևոր։ Ինձ թվում է։ Խարիզմա։
Խարիզման շատ կարևոր է։ Ես հիմա կթվեի դասախոսների անուններ, բայց չեմ թվի։ Միակ անուն սա։ Չեմ ասի։ Միակ։ Չեմ ասի։ Ձևով կարողանանք մարտել Ժամանակները թելադրում են սա։ Արհեստական բանականությունն է գալիս Այո, դա այդ հարցում համաձայնվում հարցը շատ դժվար հարց է։ մեզ էլ է Դասախոսների, դասատուների համար որոշել է երեխեն ինքն իր օգտագործել թե արհեստական բանականությանն է տվել։ Դա շատ ծանր հարց է իմ համար օրինակ։ Շատ ավելի ծանր, քան ուրիշ հարցերը։ Մենք էլ ենք դրանով հետաքրվում, հրապուրվում ենք, բայց այդ ամեն ինչը ինձ դուր չի գալիս։ Ես արդեն խորշում եմ ինչ-որ մի վիդեոներ նայելուց, մեկ էլ տեսնում եմ արհեստականա թե արհեստական չի։ Ավես հակամարտությունը դերասանների եւ բլոգերների միջև ոտապագայում կհանգուցալուց թե ոչ հակամարտությունը։ Կոնկրետ ինչ-որ վերաբերվում է ինձ, ես ընդհանրապես չխոսող դաշտն եմ, ոնց որ ասած ես խոսելու հետ ոչ մի խնդիր չունեմ, այդ այլ դաշտի մեջ է, իրենց հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ եւ մեծ առումով բլոգերների հետ դուք ինչ ունեք ասելու դերասաններին։ Ոչինչ բան չունեմ։ Իրականում Համլետին շատ sense հարգեցի, սիրեցի, բայց իր խոսքը անդադ ասում է, որ ոնց որ մեր դեմ բան չունի, բայց այնքան վիրավորեց իր ամբողջ մոնոլոգի մեջ, համարելով մեզ էժան կոնտենտ անող, դեգրադացված, չգիտեմ ինչ է, որ երևի մտածում էին չենք հասկանա, որ խոսքի մեջ մեզ այդպես վիրավորում է։ Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացված է։ Դա կոնկրետ ձեզ չի վերաբերում, չեմ դիմանում դուք ինչ եք։ Անձնավորված։ Բայց ի՞նչ է, այս մարդիկ բլոգեր են, դու բլոգեր են, դիքսս եղավ անձնավորված է, ի՞նչ տարբերություն։ Super կուլտուրական։ Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում է, եթե թատրոն չի գնում, չի նշանակում դեգրադացվում է, ում թատրոնը այդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անել։ Այս ժամանակներն են։ Թող մի քիչ ժամանակակից մտածեն ու թող չմտածեն մարդը։ Եթե թատրոն կեր։ Չէ, որ թատրոնն է մեղավոր, թատրոնը թող մի քիչ ժամանակակից մտածի, թատրոնը թատրոնն է։ Ինքս թատրոն, եթե չի երտամար, չի դեգրադացի, համաձայն։ Դրա հետ համաձայն է մարդկա չի կարող օրինակ ներկայացումներ չի կարող նայի։ Բայց նաև կարևորը թե ինչ է դեգրադացվել է։ Հա, ինչ է հասկանում դեգրադացվել ասելով։ Մարդը արդեն կդառնա Բադրջան, սպես։ Իմ կարծիքով կան շատ գիտությամբ զբաղվող մարդիկ, որ այդ թատրոնը իրենց կարող է մի քիչ բան թվա։ Ինքան իրանց ուղեղը տենց շատ կառուցվածքային ու գիտական է մտածում, որ թատրոնի այդ միջավայրը բեմադրությունը իրան մի քիչ կեղծ թվա չկարենա այդ թատրոնի մեջ մտնի։ Դրա համար որ եթե թատրոն չես գնում, չի նշանակում որ դու չգիտեմ։ Դեբիլ։ Հա, էլի։ Դա պետք է գնա։ Բայց ով ասում թատրոն չեն գնում։ Չէ, Դե որ մեծամասնություն է։ Գնացողը գնում է սովորում է։ Գնացողը գնում է, բայց այդ մասն է շուտով կմահանան, էլ վсё։ Անհայտ բաժանող։ Չէ, դրա համաձայն եմ, այդ չամասն էլ կմահանա, չէ։ Դաժան բաց։ Հա, որովհետեւ թատրոնը երբեք չի մահ։ Թատրոնը չէ, գնացողը։ Գնացողը կմահանա։ Ոչ, դրա հետ չամասն։ Այս կվերանա հերոստատեսությունը, կվերանա թատրոնը կմնա։ Հերոստատեսությունը երբեք չի վերադառնա։ Հերոստատեսությունը չի վերանա, թատրոնը չի վերանա, կվերանա, չէ, համաձայն չեմ թատրոնը է, ու տենց էլ կգնա։ Ամեն ինչ։ Այս տարի հերոստատեսությունը սկսել է քայլել ժամանակին համընտած ու սկսեց բլոգերներին տեղ են տվել դրանից։ Չէ, բլոգերներին տեղ տալու մասին չի խոսքը, այլ անում են պրոդուկտ, նույն մի քանի հերոստանգերություններ, որը հիմա հետաքրքրի է մեծ մասին։ Հերոստատեսությունը այդտեղ դեգրադացիա ես կտեսնեմ։ Այդտեղ ուժեղ դեգրադացիա ես կտեսնեմ։ Ինչ բաղ։ Հենց այն պրոդուկտը, որի մասին հենց եմ ինքը խոսա։ Այդ որ պրոդուկտն է, որ Լյուբոյ պրոդուկտ, ես չգիտեմ, ինչ այս վերջերս 10-ից 2 պրոդուկտն է նորմալ է։ Ինչ կնայես, абսուրդ բաներ են, հումոր չկա։ Կներեք չկլասի։ Հա։ Այդ հերոստատեսության մասին։ Թե հումորային, թե նենց չնայած նենցը մի քիչ զարգացում կա, կարճ սերիալները վերջին տարիներին են շատացել։ Այդ կինոդարանի մասին է խոսքը, այդ հերոստատեսությունը չիտեմ արժե համարել, թե չէ։ Չէ, բանով այն 83-ի համար որտեղով ինչ է տալիս։ 84-ի համար կինոդարանն է։ Հա։ Ուրիշ էլ կար, բայց էլի մի քիչ այդ կարճամետրաժների առումով բանի օրինակ քաոսը
Դե Անատոլիական պատմությունը։ դե բան է բրո։ Նախ հետ սկսենք անատոլիական պատմությունը համերականի տարի առաջ էր արդեն։ Հետո այդ ամեն ինչը պրոստը մեր կլասիկաները սարքել են սերիալ։ Դե էլի, բայց որակով են ամենայն դեպս։ Վերջին ուսուցիչը որակով բաներ մի քիչ այդ առումով։ Ես քիչ սպորնի հարց էստեղ կարող եմ հարցը թե ըստ ֆինանսի մենք կուտանք մաքսիմում որակ ես այդտեղ ոչ մի պատասխան չեմ կրնա տամ իհարկե ամենայն դեպս ըստ իս հեռուստատեսությունը կերտա դեգրադացիայի ու դա mass market content չի, ավելի ժամանցային է, ավելի շոուներն են նոր վերականգնում եւ այլն, ավելի ժամանակակից է գնում ու այդ քննադատությունը մի քիչ վերանում է արդեն, որ մարդիկ դեգրադացվում են։ Ինչ եմ ասում դեգրադացված չեն, որովհետեւ բլոգերների շնորհիվ լիքը ռոպագանդաներ է լինում հասարակության մեջ, որը փոխում է հասարակությունը։ Նույն իրենց երեխային ծեծող մայրերն ու հայրերը քչացել են Հայաստանում, միայն նրանց շնորհիվ, որ անընդհատ բլոգերների շնորհիվ ռոպագանդվում է ոչ բռնությունը, սեքսիզմը վերանում է Հայաստանում, կնոջ ու տղամարդկանց միջև հավասարությունը ավելի է շատանում, ավելի շատ աղջիկներ սկսում են կրթվել ու դա միայն բլոգերների ռոպագանդայի շնորհիվ։ Թատրոնը այդ ռոպագանդան չի անում։ Թատրոնը անում է թատրոնը այդքան էլ իր առաջ այդ նպատակը չի դնում իմ կարծիքով։ Այնտեղ նպատակի հարցը ինքը չունի այդ նպատակը։ Ինչ որ առումով ինքը ավելի մի քիչ ուրիշ նպատակ ունի։ Առհասարակ ռոպագանդելը Вообще թատրոնի բանը, թատրոնը պիտի ներկայացումը պիտի մեսեջ ունենա։ Մեսեջ միանշանակ ունենա, բայց ինքը ռոպագանդա չի, իմ կարծիքով։ Մեսեջը կնա ռոպագանդա դառնա։ Չգիտեմ, գուցե։ Թվականի գրքերի ներկայացումների ասենք բեմականացում Ոչ միայն։ Բա ինչ պետք է։ Վիճելի է։ Վիճելի է։ Ուրեմն այդ թվականի գրքերը գնա կարդա էլի։ Դες ինչ ակտուալ են։ Շատ Ես չլսեի, Մի հատ նորից լսենք։ չի անում։ Թատրոնը անում է 1900-ի թվականի գրքերի ներկայացումների ասենք բեմականացում Ոչ միայն կլասիկաներն Վիճելի է։ Վիճելի է, ես ասում եմ, որ մենք չենք դեգրադացվում։ Մենք վատացինք Անայդ գիտես ինքը ինձավ, սա Դաստոևսկին բանի պետք է։ Սա Դաստոևսկին բանի Շատ պետք սխալ ասած, ես մասը շատ ջրանացում եմ։ Սա Դաստոևսկին բանի պետք Սա ես անձնական։ Եվ ճշմարտություն, եւ վիճելի բանը։ Ես 2 օր առաջ գովազդել եմ իմ ստորիում, բալետի մասին տեղեկություն եմ ասել, որը որ օրինակ տեղի է ունենալու այսինչ օրը, այսինչ ժամին, օգտագործել եմ իմ բլոգը, որ մարդիկ ինձ ճանաչում են, ես օգտագործել եմ ու մարդկանց ուղղորդել եմ դեպի գնան բալետ նայելու, ասում Դավիթ։ Օրինակ իմ հետևորդներից գրել էին, դուք ներկա եք գտնվելու եւ այլն, այսինքն այն մարդը, որը որ թեկուս կարող է իմանա ինձ ես գնալու եմ այնտեղ, ուզենա ինքը դրա պատճառով գա։ То есть այս դեպքում ես իմ աուդիտորիան լավով օգտագործեցի։ Հա, բայց իրոք, օրինակ, եթե ինձ հրավիրեն թատրոն, ինչ որ մի դերասան կամ հենց թատրոնը հրավիրի բլոգերներին մեծ սիրով կգնան, իրենք հաստատ կհավանեն, սթորի էլ կանեն, չգիտեմ ինչ, դա Լավ։ Ինձ թվում է թատրոնը ունի թատրոնը իր այցելուներին գուցե շատ լավ ստեղ չեմ ուզում ոչ մի կողմին նեղացնել թատրոնը ինչով պետությունը ֆինանսավոր թե նայած թատրոն բայց շատերը պետությունը ավելի ճանաչելիություն կբերի, որտեղ Ինչը վճարովի։ Վճարովի կանեք ստորենները։ Չէ։ Եթե հրավեր է ու հրավիրում են ներկայացում նայելու, բնականաբար ինչի պետք է մերժենք։ Կգնամ մեծ սիրով գնամ։ Ես գնացել եմ, կամերայինը շատ եմ գովում, որտեվ ես ընդդեղից օրինակ ինձ հրավիրել են, ես գնացել եմ, նայել եմ, շատ հավանել եմ, կիսվել եմ դրա մասին։ Ոսկով պետք է համագործակցել։ Համագործակցել, մենակ է դա։ Դեմ չէ, իմ ասածն էլ հենց այդ է։ Որ որ ասած միանշանակ ասում ես բլոգերների հետ, այսինքն այդ մարդը խնդիր ունի, այդ մարդը չէ ինքնահաստատված մարդ է, որ խնդիր ունի բլոգերների հետ։ Ես հիմա օրինակ որ ասում այն դերասանը որ բլոգերի հետ տենց խնդիր ունի, ուրեմն ինքը ներքուստ ինչ որ խնդիր ունի։
Համաձայն եմ։ Մեծ հաճույքով լսում էի իրենց միջև այստեղ գալը, իրենք ինձ համար ինքն էլ մի քիչ ոնց որ խնդիրում պետքա Ինչի։ Որտե՞ղ ինքն էլ էժան են դու մի քիչ ինքն էլ Դե իրենց գտնել տեսնենք ինչով են զբաղվում։ Ամեն դեպքում կոնտենտը ստեղծելիս պետք է մտածել ով է նայում եւ ինչ է սովորում եւ ինչ է տալիս այդ կոնտենտը ցանկացած հետևորդի։ Դա պետք է հաշվի առնել բոլոր ասպարեզներում։ Չնսեմացնելով որևէ մասնագիտություն, այսինքն որովհետև դա էլ մասնագիտություն ձևավորվում է ինչ-որ մի մասնագիտություն, չնսեմացնելով որևէ մասնագիտություն, ես այն ինչ որ ասեցի, դեգրադացման խնդրեմը։ Իմ հասկանալով այդ մարդը բան է, հարսնիկների հանդիսավար է, Համադա։ Թամադան ավելի բան Ինչ ոդկոնչներ ակներեք։ Սենց չէ, դա պատկերացրու նույն բանով որ փեսա չէր գալա մազերդ կդրեի այսօրով արսնիկի օրը։ Դու ինչ որ խնդիր ունես, հա, երևի։ Դա ձեր խնդիրը չի։ Դա ընդհանուր հասարակարգի խնդիրն է, որ գնում է նրան, որ մարդկանց արդեն որոշ մարդկանց Դե բայց մեդիան դա եւս կրթող գործիքներից մեկն է։ Այո։ Միացնել այդ հեռախոսը պլանշետը տեսնել մարդը պարկած նախաճաշում է եւ ունի հետևորդների մեծ բանակ ինչ պետք է սովորի։ Դրա համար միանշանակ ոչ մի բան չի կարելի միանշանակ անել։ Մեկը ես այդ նույն եթե դա հիվանդություն է Օրինակ TV սերիալներից որոշ TV ինչ համար սովորում։ Ոնց որ սխալ ակնկալիքներ ունեն X բաներից է իրանք կոմերցիոն բաները։ Նենց իրանք sense վեր են պահում, ոնց որ իրանք ամեն ինչն անում են նենց որ դիմացին ինչ որ բան սովոր իրանք արածից։ Դա է ամենաշատը ջղայնացնում։ Մեր երացը вообще բանի պետք չէ։ Հիմա հա պետք չի մեր համար ժամանակ ենք անցկացնում, մենք ինչ որ բաներ մեզնից չենք սպասում եւ նպատակ չենք դրել մեր առաջ։ Ես դրել եմ։ Վեյ ասելով կրթել, զարգացնել, մարդկանց։ Տպդի գերիմ մտքից։ Լուսավորվեք, սարկացեք մեզ նայեք, լուսավորվեք։ Կաշտած։ Գնացեք Դաստայևսկի կարդացեք։ Չէ, բայց մտածեք նոր։ արդեն դարել որ ես էլ եմ այդ նույն հիվանդություն։ Կուզես է դաժան բան է, չի ուզես է։ Սպիտակ գիշերներից սկսեք պիալեին նոչի չեք պաշտպանի։ Սա կարապու պարզ ասեմ։ Ես բան ասենք, բայց ժամանակ առ ժամանակ ես իրեն թողում եմ, մոռանում եմ այդ մասին։ Բայց երբ որ ինչ-որ սնվում ես, բան ես անում, ասում ես ընթացքում մի բան նայես, մի բան կա։ Չէ, այդ ամենասխալ բանն է։ Մի րոպե, թատրոն չեք գնում։ Իսկ երբևէ գնացել եք։ Դասական համերգ կամ գուցե գնում։ Դե գնացեք։ Դասական համերգ օպերան գնացել եմ, բայց Չէ, համերգը մի բան է, օպերան մի բան է։ չէ, դասական համերգի օպերայում։ Արամ Խաչատրյան համերգասրահում գնում է դասական համերգ, օպերային թատրոնում գնում է շենքը տարբեր է, կիսած է։ Ինձ մուտքից։ Թատրոն եղել եմ 1 տարի առաջ, բայց կինո օրինակ շատ հաճախ։ Իսկ գիրք կարդում եք գեղարվեստական գրականություն։ Այս պահին մոտավոր 3 տարի է գիրք չեմ կարդացել։ Հենց առաջ շատ մեծ գրադարան։ Ես իմ ամբողջ կյանքս ատել եմ կարդալ գեղարվեստական ինչ-որ գրքեր։ Բարակույս չունի։ Չէ, բայց կարդում եմ օրինակ Նիցշե։ Եթե հետաքրքիր է, ասեցի գեղարվեստական, God is dead։ Հա։ Դե հա, չանցնենք Նիցշեն կարծիք։ Պես բան է, Նիցշեն դե պատկերացրեք, տեսեք, ես աղջիկ ինչ կկարտա։ Թրավմատիկ։ Ատյունեմ ինչ-որ մեկի հորինված բաները ինձ հետաքրքիր չի, ես նստեմ կարդամ։ Ինձ փիլիսոփայությունը հետաքրքիր, հոգեբան։ Հա, հոգեբանությունը հետաքրքիր։ Լավ գրողներ կան։ Հետաքրքիր է, ասեցի գեղարվեստական, նկատյունեմ ինչ-որ մեկի հորինված բաները ինձ հետաքրքիր չի, ես նստեմ կարդամ։ Ինձ փիլիսոփայությունը հետաքրքիր, հոգեբան։ Հա, հոգեբանությունն է հետաքրքիր։ Լավ գրողներ կան, ինչու բուլգակով։ Հիմա թվում է թե Լևոն գեղարվեստական գրականություն, Դաքո Վաբրաժինի բանը, Վաննա մտահորիզոնը, քո լիքը բաներ քեզ զարգացնում է բանի, բայց ես հիմա ոչ մի բանից չեմ զարմանում, ես վերջերս մի կնոջ հետ ծանոթացա Գերմանիայում։ Հավելակ սպես բանսեմ Անահիտը ամիսը մեր երկու գիրք իր գիրքը կարդաս։ Երևի։ Նայած ամիս։ Սպարս մանկսում նայ։ Երկու իր գիրքը կարդա։ Ռոզի պիտի ունենա ուժեղ ֆանտազիա, չէ։ Չգիտեի որ մի պատման պետք է ասես։
Հələ բայց կերտանք հաց ուտելու, կսեմ ինչ ուտենք, չի կողմնորոշվում ինչ պիտի ուտենք, զերո ֆանտազիա։ Ճիշտ չէ։ Մտքով շնիցել անցով։ Անպես անցով։ Շնիցել։ Որն ասաց, որ ինքը հումոր չի սիրում։ Ինքը չի կարողանում հասկանալ անեկդոտը։ Կամ երաժշտություն չեմ սիրում անեկդոտը։ Հա, հիմա տվյալ Փոփ երաժշտությունը չկբնիկ։ Դինիմ թեմաս։ Դու չէ, աուտիզմ դա իր մտածելակերպ։ Եթե չի հասկանում։ Հետևությունները թողնենք մեր լսարանին։ Դեռ երկար կարելի է, այո, զրուցել եւ արդյունքում չանել էլի այն ամենակարևորը, մենք չէ որ պետք է եզրահանգում անենք, դա էլ չասած։ Շնորհակալ ենք կարծիքների համար։ Նույնպես շնորհակալ ենք հրավերի համար։ Շնորհակալ ենք եւ ինչ Եվ արդեն ասել եք չկա եւ սովածած։ Գրողը սև ցավ է եւ ինչ հաջող։ Եվ ոչինչ չի կարելի միանշանակ ընդունել, ամեն ինչից կարելի է խաղել եւ լավը Եվ վատը։ Եթե չեք ընդունում, վատը թողեք, մի նկատեք։ Այ լավը քաղելը կապված է այստեղի պարունակությունից։ Այո։ Շնորհակալ ենք, կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Հաղորդման գլխավոր գործը։ Կոմենտ կա չէ, փակեմ։ Ինչ verdict Ինչ ասեմ։ verdict Դե երկու կողմներ ինչ որ պահի մի քիչ բարկացրեց, բայց ավելի շատ հաղորդավարներ անկեղծ ասած ու հյուրը։ Շատ իրանց դրել էին ինչ որ գահին նստած, միանշանակ ճիշտ, միանշանակ լավը, միանշանակ կիրթը, բայց կասկածում եմ օրինակ որ այդ կինը իր ասածներից չգիտեմ Դե հաղորդավարներին իմասին ես չեմ խոսա, իրենց գործը սկանդալ սարքելն է։ Ես ընդեղ նստեի, ես ավելի բետար բաներ կսեի։ լավ եք բրծել, որ չկա իր նման լրագրող։ Քեշ լրագրող կյանեի։ Իսկ դերասան ու բլոգերները պրոստը կհամեմատեին չհամեմատվողը։ Յա։ Հա, հետո որ մի քիչ ուրիշ բլոգերի կանչած լինեին, մի քիչ ուրիշ է սկանդալային չէր լինի, այդքան։ Իրանք հատուկ են երևի կանչել։ Սկանդալալային։ Սկանդալային չէր լինի։ Hype չէր ունենա այսքան այս հաղորդումն ու հայտարարենք։ Նայ։ Այսքանը վերջապես երկու օրվա մեջ նայեցինք։ Հա, շնորհակալություն, որ մեզ նայեցիք։ Շնորհակալություն։ Շարունակականներն է մեր պրոյեկցիան։ Եթե այսպես շոկ հայպովի, ինչպես ասեմ հայերեն։ Հայպովի հաղորդումներ լինեն, մենք կփորձենք արագ արձագանքել։ Եվ մեր հեղինակավոր կարծիքը ասեն։ Այո, այդ ամենակարևորը։ Այս տարում որ բոլորը ունեն կարծիք ամեն ինչի մասին։ Դե peace